Այս ֆիլմը ընտրությունների մասին չէ, այս ֆիլմը ընտրության մասին է, մեր ազգի ու պետության ընտրության։ Այստեղ Էդվարդ Անտոնյանի մտորումներն են հանրային կյանքի մի քանի խնդրահարույց թեմաների վերաբերյալ։ Վերնագրված է այն «Ես ունեմ երազանք, իրականություն դարձնել մեր երազանքը»։ Իսկ ո՞րն է մեր երազանքը՝ կառուցել ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ Հայաստան, համայն հայության հզոր հայրենիք։ Իհարկե լուրջ խնդիր է այսօր Երևանի խնդիրը։ Մենք տեսնում ենք մի քանի տարվա ընթացքում քաղաք-պետություն կառուցեցին Երևանում։ Քաղաքի մեջ մի քաղաք կառուցեցին, առանց հաշվի առնելու ենթակառուցվածքները, առանց հաշվելու հազար ու մի խնդիրներ։ Տեսնում ենք խցանումներ անգամ պիկ ժամ էլ չի, ընդհանրապես բոլոր ժամերին է այդ վիճակը։ Բայց հարցին պետքա գլոբալ նայել, ոչ թե միայն նպատակը դնել Երևանը բեռնաթափել, թեպետ դա էլ շատ կարևոր խնդիր է։ Մեզ դաս չեղավ Քովիդը։ Մեզ դաս չեղավ Քովիդը նրանով, որ սոցիալական հեռավորության խնդիրը տեսանք ինչ կարևոր էր։ Հասկացանք, որ չի կարելի այդպես խիտ բնակություն ունենալ։ Մեզ դաս չեղավ երկրաշարժը։ Գյումրիում փլատակների տակից մարդկանց հանում էին, ասում էին, հո Երևանի բան չի եղել, Երևանը որ բան եղածել է, մենք կորած ենք։ Երևանը որ լինի, մենք կվերականգնենք, որտեղ իրանք հասկանում են, թե ինչ վտանգ կարող է լինի Երևանի հետ կապված։ Մեզ դաս չի լինում պատերազմը։ Մենք հաշվի չենք առնում, որ մենք այնպիսի բարդ տարածաշրջանում ենք, որ ընդհանրապես վերջերս մեր կողքով գնաց մի դրոնը գնաց Իրանից Նախիջևան, մինչև հիմա չեն կարողանում գտնել, թե վերջո ով խփեց։ Սադրանք էր, ինչ էր։ Իրականում կարող է նման սադրանք նաև մեզ հետ կապված անացել են, մեզ ներքաշելու ինչ-որ խնդիրների մեջ։ Մեզ դաս չի լինում նա, որ Իրանը կանգնեց, ասեց ամերիկյան համալսարանին հարևան բոլոր երկրներում հարվածելու ենք, բարեբախտաբար դա տեղի չունեցավ, իսկ եթե նման խնդիր առաջանա, մենք ինչ ենք անում։ Չգտանք որևէ տարբերակ Երևանը բեռնաթափելու, մտածեցինք ակադեմիական քաղաքը տանենք կպցնենք Երևանին։ Արդյունքում ինչ ստացվեց։ Շուրջ 80,000 ուսանող հավաքում ենք միտեղ, մեր ամբողջ ապագան գիտական հավաքում ենք միտեղ, մեր երկրի ամբողջ պրոֆեսորա դասախոսական անձնակազմը հավաքում ենք միտեղ եւ որևէ մեկի սադրանքի պարագայում մեր ամբողջ ապագան իսպառ վերացնում։ Իհարկե աշխարհում տարբեր տեղեր կան ակադեմիական քաղաքներ, բայց ոչ միտեղ այդպես հավաքած չի միտեղ եւ ոչ միտեղ այդքան պրոբլեմ չկա, ոնց որ մեր տարածաշրջանում կա պոտենցիալ պատերազմող երկրի համար։ Դրա համար հարցը պետքա գլոբալ լուծել։ Այսինքն մենք պետքա ունենանք 21-րդ դարին վայել գյուղական բնակավայր։ Երբ որ այսօր մի հատ ծրագիր են անում, ասում են փողը տանք գյուղում մարդկանց կարողանանք պահենք։ Տունը սարքում են, մարդը չկա։ Մարդը կա, տունը չկա։ Դպրոցը կա, աշակերտը չկա։ Աշխատողը կա, աշխատատեղը չկա։ Հարցը լուծված չի։ Դրա համար գումարել են դնում, այնպես չի որ չեն դնում, բայց ավելի շատ դա ասենց ցույց տալու համար է, քան իրական ծրագիր։ Իսկ եթե մենք նպատակ դնեինք, իսկ արդյոք այս վիճակը, որ մեր գյուղերում կա, եւ Երևանը, որ այս վիճակում կա, գյուղը ունի հսկայական խնդիրներ ու շատ դեպքերում արդեն դարձել է անլուծելի։ Երևանն էլ ունի խնդիրները, որ այս մտածելակերպում սա էլ է դարձել անլուծելի։ Հիմա դուք պատկերացրեք, մենք ունենում ենք 21-րդ դարին հարիր գյուղական բնակավայրեր։ Առավել եւս, երբ որ այսպես նայենք, շատ ունենք աղակալած հողեր, էրոզիայի ենթարկված հողեր, որ շատ մեծ գումարներ է պետք ծախսել, որոնք դա դարձնենք գյուղատնտեսական նշանակության։ Տեղից էլ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի կեսը անմշակ է։ Ուր մնաց թե մտածենք դրանց վրա ծախսանելու։ Այսինքն մենք կարող ենք նաև այդպիսի բնակավայրեր ստեղծել եւ այնտեղ լինի կոմֆորտ։ Քաղաքային կոմֆորտ լինի գյուղական բնակավայրում։ Թե չէ այսօր պատկերացրեք, մարդը Երևանում ապրում է։ Հիմա դուք նայեք, հարցրեք մարդկանց, թե ինչից է օգտվում Երևանից։ Բացի աղտոտված օդից, բացի խցանումներից, ինչից է օգտվում։ Քանի անգամ է գնացել օպերա, քանի անգամ է գնում թատրոն, քանի անգամ է գնում պատկերասրահ։ Ինչից է ինքը օգտվում Երևանի։ Այո, պետք է օգտվի, բայց չի անում, ժամանակ չունի,
ժամանակը ճանապարհներին է ծախսում ու խցանումների վրա, այս հոսքի մեջ, այս խելագարության մեջ է ծախսում այս ամեն ինչի մեջ, բայց նույն հաջողությամբ գյուղական բնակավայրերից մարդիկ գալիս են, իրանց երեխաներին բերում են, այդ թանգարանն էլ են տանում, այդ թատրոնն էլ են տանում, այդ համերգն էլ են տանում։ Ինչ է նման հնարավորություն չկա։ Այսինքն հիմա դուք պատկերացրեք, մենք ունենք եվրոպական ստանդարտի գյուղական բնակավայրեր պատկերացրեք, տները գեղեցիկ իրար կողք շարած, 2 հարգանի վերև նջասենյակ ներքև իր հարմարություններով, այնպես արածա, որ անգամ նախագծային, նախաշխարհային ծախսերը պակաս լինի, որովհետև տիպային պրոյեկտ է իրար համար, իրար նման, եւ մի փողոցի վրա, եւ այսպես շրջանակաձև ասենք, եւ այդտեղ եթե պատկերացրեք, մարդը ապրում է իր սոցիումի շրջանակներում։ Այդտեղ մրցակցություն էլ չկա, հարևանն է հարուստ, մյուսն է հարուստ, շատ հանգիստ իրանք ապրում են այդ սոցիալական այդ միջավայրի մեջ։ Պատկերացրեք մարդը 40 տարեկան է, լավ աշխատանքի է եղել, գործից դուրս է եկել, տեղը չի գտնում Երևանում։ Չի ուզում մարդկանց երես տեսնել։ Նա մանավանդ եթե նա մտածես, որ նա գնա գյուղ, ավելի է բարդ թույլտավորվելու։ Ուրեմն վերջ, ավարտվեց իմ կյանքը։ Ուրեմն ես ոչ մեկին պիտանի չեմ։ Ինչու համար մարդկանց փողել ունի, հնարավորություններ ունի, որ կարող է գնա հիմնարկներ են ղեկավարը դուրս են եկել, տեղը չեն գտնում, այդ քաղաք չեն ուզում դուրս գալ, մարդկանց հետ շփվել։ Դուք պատկերացեք ինքը գնում է իր նման մարդիկ, գեղեցիկ սիրուն իրար կողք ապրում են, մարդիկ նաև կան, որ գնում են իրանց հետ գումար են տանում, գյուղական այդ բնակավայրերում նաև բիզնես են դնում։ Հիմա պատկերացրեք, ենթադրենք գնացել հիպոթեկով ինքը տուն է ձեռք բերել։ Ոչ մեկը այդտեղ կորուստ չունի, որովհետև բանկը երբ որ հիպոթեկով տալիս է գրավա դնում այդ տունը, դա այդ տունը հոյանը չի, որ վաճառի եւ բանկի պարտքերը մնա։ Գործնականում ոչ մեկը դրանից չի տուր։ Բայց այդ կոմֆորտ միջավայրը, ինտերնետի հնարավորությունները, նորմալ ասֆալտապատած փողոցները կամ տոմետներով արած կամ սալաքարով արած, գեղեցիկ սարքած ֆոտովոլտային պանելները դրած շենքերի գլխին, իրանք նորմալ պայմաններ ամբողջ կառուցվածքները կա, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր սնունդ։ Այսօրվա տեխնիկայի պայմաններում մարդիկ աշխարհից աշխարհ հիմնարկներ են ղեկավարում, բիզնես են անում, ֆորումներ են անում, սիմպոզիումներ են անում հեռավար կարգով։ Այսօր էս ինչ խնդիր է, որ մենք մտածենք նորմալ ձևով պայման ունենալու դեպքում մարդը եթե քաղաքում չի, նա խաղից դուրս է մնացել։ Եվ բացի դրանից, մեկը սիրուն դնում է, ասենք, էկոլոգիական ինչ-որ խնդիր է լուծում մի հատ, որպեսզի մարդիկ գալիս են, տուրիստներ են գալիս են, վրանով մնում են, գեղեցիկ մնում են, միտեղ մատուր կա, միտեղ եկեղեցի կա, որ շատ դեպքերում ժամանակին դրանք կառուցել են ու ինչ որտեղ էլ նաև լքված են շատերը։ Բարձր տեղեր են կառուցել, ոչ թե մենակ նրա համար, որ թշնամին չնկատի, այլ դրա մեջ խորհուրդ է եղել։ Պատահական տեղեր չեն ընտրել սարքելու համար։ Այդ հիմա է, որ ասում են, հենց հարթ տարած կլինի, որ դա եկեղեցին պատկերացնում են հանդիսությունների սրահ, սգո եւ ուրախության, մեքենաները որտեղից պիտի մոտենան, որտեղից պիտի նկարեն եւ այլ եւ այլ։ Այն ժամանակ ուրիշ է եղել։ Այ մարդիկ գան, նորմալ գնան, սիրուն կարգի բերեն, մարդիկ գան, բարձանան, տեսնեն, այդտեղից այդ միջավայրի մեջ ապրեն։ Գաստրոնոմիական туриզմից ենք խոսում, բայց ենթակառուցված նորմալ պետք է լինի, որ այդ մարդը գա։ Մեկ առանձին վերցրած բնակավայրով այդ խնդիրը չես լուծի։ Ինչպիսի պրոյեկտ էլ որ դա անես, դա պետք է արդեն կենսակերպ դառնա մեզ համար։ Մարդիկ կան, որ գան այդ միջավայրի մեջ շփվեն։ Ինչու է նաև առողջապահության հետ կապված քիչ նման խնդիրներ ունենք։ Քանի մարդ գիտենք նաև մեր ծանոթներից գալիս են մեկը կանադայից, մեկը ամերիկայից, մեկը եվրոպական երկրներից, ասում է, ստեղ ձեր մոտ բուժումը ավելի էժան է, ավելի հարմար է մեզ համար։ Եթե գյուղական բնակավայրում լինի թանկարժեք սարքավորում, երբ որ լինի վճարունակ պահանջարկ, այդ պարագայում այդ սարքավորումը կտանեն կդնեն, որովհետև վճարող կա։ Մարդը գալիս է ամիսներով Հայաստանում բուժվում է, գումարած իր մնալը, գումարած տոմսի գինը, գումարած այդ ամբողջ ծախսը ավելի էժան է նստում, քան ինքը եթե այդ նույն բուժումը ստանար այն երկրում, որտեղ ինքը ապրում է, այդտեղ կենսամակարդակը բարձր է։ Մարդիկ ամիսներով գալի մնում են իմպլանտ դնելու համար։ Սպասում են, որ այդ ամբողջ ցիկլը անցնի ու գնան, ասում են մեր վրա ավելի էժան է, բայց ինչի գա այդ մարդը Երևանում մնա, այդքան ծախսանի, այդքան աղմուկի մեջ մնա։ Կգա էկոլոգիապես մաքուր սնունդը կուտի, մաքուր օդը կշնչի, ավելի էժան պայմաններում կապրի եւ շատ որակյալ բարձրակարգ սպասարկում կստանա։ Այսինքն սրանք նաև բիզնեսներ են, որ հանգիստ կարելի է այդ ամեն ինչը անել։ Այնպես որ զուտ նպատակային պետք է այո խնդիր դնել եւ այդ մարդիկ 21-րդ դարի կոմունայի սկզբունքով իրանք այդպես կապրեն։ Իրանք խնդիր չեն ունենա պայքարի մեջ մտնեն ով ավելի հաջողակ, ով ավելի տուժած։ Եվ սա խնդիր է եւ տեսեք, սա զուգահեռաբար երբ որ մենք անում ենք, Երևանը ոչ միայն բեռնաթափում ենք, հիմա Երևանի վիճակը նայեք։
Այսինքն ի՞նչ է կատարվում այս փողոցները։ 13 թվին 1900 առաջի մեքենան Երևան է մտել։ 1924 թվին Թամանյանը պրոյեկտը հաստատել։ Քանի մեքենայի համար էր այդ քաղաքը նախատեսած։ 100 տարի հետո գալիս են, այդ վթարային շենքը քանդում են, այդ նույն վթարային շենքու տեղը դնում են մի հատ շենք, որը 100 տարի մնալու է։ Այսինքն ինչ է ստացվում։ Այդ շենքը 200 տարվա պրոյեկտով դուք շենք եք դնում, մեքենաների քանակը պատկերացնում եք, դժվար էր, հա, մի 10 մետր հետ դնել, ամեն անգամ ամեն վթարային շենքը անելուց 10 մետր հետ դնել, փողոցները լայնացնել։ Տեղից էլ տեսնում եք ինչ է կատարվում։ Բակերը փակել են, շլագբաումներով փակել են, բակերը դարձել են միայն բակի մեքենաների համար։ Իսկ շատ-շատերը, քանի որ այդ հնարավորությունը բակերում չկա, մեքենաները կանգնացնում են փողոցի վրա։ Փողոցի երկու շարքը դարձել է կայանատեղի, բաց երկնքի տակ։ Թողունակությունը փողոցների մենք չենք տեսնում ինչ է կատարվում։ Ինչ կոմունալ հնարավորություններ ունենք մենք այստեղ։ Եվ մեկ է տեսեք, հեղեղատարներ չկա, ոչինչ չկա, քաղաքը տեսնում եք ինչ է կատարվում, ջրի գծերի խնդրեմ ունենք, ամեն մի խնդրեմ ունենք։ Եվ այս հարցերի լուծելու հետ կապված, անգամ դուք նայեք հիմա, ասում են բալավ այդ դեպքում, բա ինչ պետք է անեինք, որ այսպես չլներ։ Ամեն տեղ մի հատ տեղ տեսնելուց մի հատ շենք չկանգնացնեինք։ Պատահական չի, որ հենց օրինակը, երբ որ Միացյալ Նահանգներում հատուկ ուսումնասիրում ենք, դե երբ որ միտեղ ես գտնվում, ոչ թե մտածում ես, այստեղ լավ է, տեղափոխվենք, այստեղ ապրենք, այլ ասում ես, որտեղ մի լավ բան տեսնենք, տանենք Հայաստանում, դա ունենանք։ Եվ դրանց մանրամասն ուսումնասիրում ես։ Գնում ես, տեսնում ես, որ Լոս Անջելես Սիթիում, որտեղ բանկային կառույցներ են, շենքեր են, բիզնես շենքեր են, այսինքն բարձրահարկ շենքեր են, այդ մասում հատուկ խիտ, բայց չեն դրա կողքերը արած մի քանի հարկանոց ավտոկայանատեղիներ, բայց չէ բացօթյա ավտոկայանատեղի արած։ Ինչ է այդ փողը թանկ չի։ Այդ պարագայում չէ որ այդ մարդիկ հասկանում են, եթե դու սա չես կառուցում, դրա փոխարեն դու չես ունենում նորմալ կենսունակություն ունեցող այդ բարձրահարկ շենքերը։ Այդ շենքի տակի ոչ մի խանութից ոչ մեկը չի կարողանում օգտվել։ Իսկ երբ որ հիմա դուք այս նկարը նայում եք, պարզ երևում է որ բացօթյա կայանատեղին, նույնիսկ բանուկ թաղամասում խիտ պիկ ժամի ազատ է, կիսադատարկ կա, ինչի է նշանակում, դա նշանակում է, որ այս կարգի հնարավորություններ այնքան շատ են, որ մարդը հանգիստ կարողանում է գա օգտվի։ Երևանում փորձեք գնալ ձեր ցանկացած խանութը մտնել կամ ցանկացած սպասարկման կետ մտնել։ Ուղղակի գործնականում դա հնարավոր չէ, բայց ինչ է այդ նույն մարդկանց համար այդ հողը թանկ չի, որ բացօթյա պարկինգ են արել։ Ինչ է դրա փոխարեն չէին կարող մի բարձրահարկ շենք կամ բավական է դու դրա փոխարեն էլ բարձրահարկ շենքը կառուցես, այդ բոլորի կենսունակությունը դու կորցնում ես։ Նույն վիճակը ասում են խցանումների հետ կապված։ Ինչ է խցանումների հետ կապված ինչ են մտածում։ Մի օր զույգ համարներով մեքենաները մտնեն Երևան, մի օր կենտ համարները մտնեն Երևան, կամ եթե չէ Երևանում փողոց դուրս գան այդ մեքենա, դա հարցի լուծում է։ Դու կես չափի թողունակության պարագայում ինչ ուզում ես արա, առանց համար կմտնես, թե համարներով կմտնես, հարցը չի լուծվելու։ Այո, կարելի է կոսմետիկ ինչ-որ բաներ մտածել, կայանատեղիների խնդիր լուծել, ինչ-որ հարցեր լուծել, կամ էլ ենթադրենք նայել լուսացույցերը գոնե այնպես է, որ հիմա նայում ենք բոլոր բանուկ թաղամասերում լուսացույցերը ոչ միայն կան, այլև կամերաները դրած են, չէ՞, տեսախցիկները ֆիքսում են խախտումները։ Դե լավ, եթե խախտումը ֆիքսում է, մարդն էլ դեմը նստած է։ Բարդ է մի հատ արհեստական ինտելեկտի մի հատ ծրագիր տալ, կամ նույնիսկ այդ մարդը նայի, անգամ իրան պետք չի շատ որակով տեսախցիկ, եթե ինքը համար է ֆիքսում, նրա մեքենայի քանակ ֆիքսելն ինչ բարդ բան է։ Եթե տեսնում է, որ այս փողոցի վրա 20 մեքենա է կանգնած, այն փողոցի վրա 2, դժվար է որ այնպես անի որ կանաչը ստեղ ավելի երկար լինի, քան նրա վրա։ Ավելի արագ թողի սրանք անցնեն, քան նրանք անցնեն։ Այդ ինչ մի բարդ բան է, մարդը նստած է, տեսախցիկը դրած է։ Ընդհանրապես պետքա ցանկություն, որը չի արվում, բայց մտածում են ինչպես գլոբալ մի խնդիր կա բեռնաթափելու, ստանալ 21-րդ դարին հարից այլ կարգի բնակավայրեր, որովհետև եւ այսօր գյուղին օգնել։ Չի կարելի ասել, դե լավ եք սպասենք մի անգամից այդ բնակավայրերը կկառուցենք, այսօրվա մարդու խնդիրը բերեք լուծենք, որի պարագայում նաեւ մտածենք, ոնց անենք որ բեռնաթափենք Երևանը, թե չէ այսօրվա մարդուն ասենք, գիտես, սպասի 20 տարի հետո լավ ալնելու, այդպես չի լինում։
այսօրվանը լուծենք, բայց գլոբալ ծրագիրը պատկերացնենք։ Մանավանդ որ այդ գլոբալ ծրագիրը կա, աշխարհում գոյություն ունի, մենք նոր բան չենք հայտնագործելու։ Այդ ամեն ինչը բերելու ենք, դնելու ենք, ու պետք չէ անդադ մեղադրել, որ հայերը օրինապաշտ չեն, հայերն են մեղավոր, այդ տեսեք Երևանում ինչ խայտառակ վիճակ է, Գլենդել քաղաքը հայկական քաղաք է։ Բայց ինչա Գլենդել քաղաքը հիմա ձեզ ցուցադրեմ, այդ Գլենդել քաղաքի խաչմերուկ կա, ոչ տեսախցիկ կա, ոչ էլ լուսացույց կա։ Բայց ինչպես են քշում, մեր հայերը չեն։ Բա ուր է խցանումները։ Դա գալիս է նրանից հայը շատ արագ ինտեգրվող է։ Եվ հայը տեսնում է, ինչպիսի կարգու կանոն կա, ինքը հարմարվող է այդ կարգու կանոնին։ Գլենդելում հայկական քաղաքում կա կարգու կանոն, ինքը այդ կարգու կանոնով ապրում է։ Հայաստանում չկա, չի արվում։ Եթե որևէ մեկը ուզում է տեսնի, թող տեսնի։ Ու պետք չէ ասել, դե գիտեք ինչ Գլենդելում տները բարձրահարկ չեն, դրա համար էլ այդքան խցանումներ չկա։ Նախ տեսակարակշռով եթե համեմատենք Ամերիկայում, ընտանիքին ու մարդունում նող ավտոյի քանակները ավելի շատ է, քան Հայաստանում, բայց դա միայն դա չի հարցը։ Բայց եթե այդքանը իրանք հասկացել են, քաղաքը չեն խցկե, ինչ այնտեղ հողը փոխջի, չեն մտածել, որ կարող էին անել։ Երևանի պես Գլենդելն էլ խցկես, շենքերը բերես, կառուցես։ Երևանում էլ նույն վիճակը կլինի։ Այսինքն գլոբալ լուծում է սրան պահանջում։ Էնպես չի, որ խոսքը վերաբերում է միայն երիտասարդներին, որոնք կարողանանք տեղափոխենք գյուղական բնակավայրեր, որոնք ոչ թե բարդույթավորվեր, որ իրանք տեղափոխվել են գյուղ, մանավանդ շատ-շատերը, եթե նույնիսկ գյուղ էլ գնում են մի հատ տուն են կառուցում, պատերը բարձրացնում, ոչ մեկի հետ չփվեն։ Նրանք չեն ինտեգրվում գյուղին։ Այլ մենք պարզապես նաև մտածում ենք հետևյալը, իսկ ինչա տարիքով մեծ մեր հայրենակիցների համար այդ նույնը մենք անել չենք կարող։ Շատ դեպքերում այսօր ինչ են ասում, ասում է մարդը որ անցել է թոշակի, եթե վատ է ապրում, մեղավորը ինքն է, թող գնա աշխատի, ապրի։ Դա անբարոյականություն է։ Հայաստանը սոցիալական պետություն է, սահմանադրությամբ ամրագրված։ Այսինքն դա պարտավոր չի ապրի, որպեսի հաց ուտի կամ կոմունալ վճարի, այլ մենք պետք է որպես պետություն բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որպեսի տարեց մարդը մեր երկրում ինքը օգտակար զգա իրան։ Այսինքն հայ մարդը ինչ տարիքի ուզում ալինի, նա ցանկանում է օգտակար լինի իր ընտանիքին ու իր պետությանը։ Եթե նրան ասես, որ քո կյանքը ավարտվել է, դու ամեն ինչ արել ես, նույնիսկ եթե ինքը ինչ ունեցել է, կտակել է իր երեխաներին կամ ժառանգություն է թողել իր երեխաներին, միևնույն է հոգեբանորեն ուզում է բան անի մինչև կյանքի վերջ։ Այ մենք պետք է մտածենք ոնց անենք, որ այդ մարդը հանկարծ համարի, որ իր կյանքն ավարտվել է եւ պատրաստվի մահվան։ Նա ամեն օր մտածի, որ ինքը անելիք ունի, ինքը պիտանի է, բայց ոչ թե նրա համար, որ դա պետք է անի, որ հաց ուտի, եթե ճանի չի ուտի։ Պետության մոտեցումը պետք է լինի մթնոլորտը փոխելը։ Եվ այդ պարագայում տեսեք ինչ է, գյուղական բնակավայրում ենթադրենք գնաց նույն հիպոթեկով տուն վերցրեց։ Տնա մերձա, հանգիստ կարող է ինքը մշակել, փոքր կարող է տնտեսություն լինի, մեկը կարող է լինի ենթադրենք փոքր ջերմոցային տնտեսություններ կա, նման ծրագրեր կա, նաև գրանտային Եվրոպան էլ նաև ֆինանսավորում էր, նաև անում էին։ Իրանք ասենք բանջարեղենն է սիրում, տանում էին, հավաքում էին, տանում էին, հանձնում էին։ Մեկը ասենք շինշիլա կանի, մեկը ճագար կպահի, մեկը չգիտես ինչ կանի։ Այդ փոքր տարածքը լրիվ բավարար է։ Բացի դրանից նա մտածում է մի բան պատրաստեմ, պահածու պատրաստեմ, թորներս կգան քաղաքից, երեխաները կգան, կասենք ինչ եք գնում այդ խանութի եսիմետի ճանվորակ բան առնում, եկեք ձեզ մաքուր սնունդը տամ, ձեզ մեր ձեռքով պատրաստած, ինքը իրան լավ ազգում, շաբաթ կիրակի էլ գնում են պապիկ տատիկին տեսնելու, իրանց հետ նաև գնում են ծնողները եւ լավ գիտեն, մի 20 տարի հետո էլ դա իրանց կյանքն ալնելու։ Երեխաներին պետք է տանեն տեսնեն ինչպես, որից հետո հաջորդը իրանց ժամանակն է գալու։ Վերաբերմունքը դա նաև դաստիարակություն է անձնական օրինակով։ Եվ դուք տեսեք, խնդիրը ինչն է, որ այս պարագայում էլ խնդիր չկա, որ մարդը տուժում է, հիպոթեկը տա, ասի թոշակառուն ինչպես է փակելու։ Գրավեց դնում հենց այդ տունը։ Մարդը եկավ այդտեղ ապրեց եւ ներգրավվեց որոշակի խնդիրների մեջ։ Այնքան այդպիսի ծրագրեր կան, որի մեջ կարելի է այդ մարդկանց ներգրավել։ Եվ բացի դրանից նաև ուշադրություն դարձնենք։ Այսօր եկել է մի սերունդ, որոնք շատ քչերն են ցանկանում մեծերի հետ մի ընտանիքում ապրել։ Ու դրա մեջ վատ բան չկա, դա ընտրության հարց է։ Մեկը որոշում է գերդաստանային սկզբունքով ապրել, մեկը որոշում է առանձին ապրել։ Պետք չի քննադատաբար մոտենալ, պետք է պարզապես մտածել, իսկ այդ դեպքում ինչ են կանում, բացի քննադատելը։ Մտածենք, մարդը տարեց, մարդը արդեն խնդիր ունի
երեխան մտածում է բերի իրանց հետ ապրի, բայց նա իրանց հետ չի ապրի։ Համ նրանց համար է դիսկոմֆորտ, համ ծնողների համար է դիսկոմֆորտ, ինքը ազատությանը սովոր է, բայց ինքը հոգատության, հոգատարության կարիք ունի, ինքը մենակ այլևս չի կարողանում ապրի։ Եվ դրա համար ինչ է ստացվում։ Երեխան բերում է իր հետ պահում է, երկուսին էլ հարմար չի։ Բայց ինչա, ու չի տանելու ծերանոց, հայ մարդուն պատիվ է բերում տանի ծերա։ Իսկ ինչա, այսօր մենք չունենք տանը իրան լավ չզգալու պայմաններից մինչև ծերանոց որևէ միջանկյալ տարածք չունենք, որ ունենանք այնպիսի մի միջավայր, մի բնակավայր, տարեց մարդիկ իրար կողքի ապրեն, մեկը մեկին թևուտիկուն կլնի, մի հատ էլ բուժծառայություն լինի ամեն մեկին օգտակար լինելու, այդ մարդը գնա ինչ որ բանով զբաղվի, բարիք ստեղծի։ Այսօր նայում ենք ինչպիսի թանկ է Երևանում վարձակալությունը, տարբեր տնտեսություններ են ստեղծում, արտադրական հազարումի ձեռնարկություն, տրանսպորտային ծախսը ավելի էժան կնստի, տանի մի բան ստենց արագ բաժանի տեղում, հետո գնա արագ հավաքի բերի, ավելի էժան կլինի, որովհետև գյուղական բնակավայրում աշխատուժին ավելի քիչ են վճարում, քան Երևան օբյեկտիվորեն, ծախսերը օբյեկտիվորեն ավելի քիչ է։ Այսինքն այս կարգի հարցերը լուծելու համար, եթե մարդը իմանա, որ տանում է իր ծնողին, ապրում է իր նման մարդկանց շրջանակում, իր սոցիումի շրջանակում, իր համար անպատվաբեր չի, որ իր ծնողը գնա գյուղական բնակավայրում ապրի։ Իսկ հիմա ասում ավելի լավ է թող ինձ հետ ապրի, թեկուզ խնդիրներ ունենա։ Բայց այդ ենք մենք ուզում մեր մեծերի համար։ Արժանապատիվ ծերությունը մենակ նա չի, որ թոշակը բարձրացնես։ Իհարկե պետք է բարձրացնես։ Իհարկե պետք է ինդեքսավորես։ Իհարկե պետք է հազարով մի խնդիր լուծես, որտեղ գնաճի հետ կապված։ Բայց դա այսօր մի խնդիր է, որը անում ես, բայց գլոբալ առումով դու պետք է ստեղծես այնպիսի կենսակերպ, որ մարդը հասկանա, մտավ քաղաք, քաղաքային աղմուկի մեջ մտավ, իրան զգաց դրա մեջ, հենց հասկացավ եկավ մի հատ տարիք, շատ հանգիստ հետաքաշվում, այլ ոչ թե մտածում է, բալավ հետ քաշվեմ, ինչ եմ անելու, գնամ գյուղ, ես ինչ անեմ, գյուղին սովոր չեմ, մեկը կգնա քաղաքային կոմֆորտով գյուղում կապրի, մեկը կգնա գյուղում բիզնես կդնի, այսինքն սրանք խնդիրներ են, որ մենք այդ ճկունությունը չենք ստեղծել։ Մարդը տունը ունի Երևանում, այդ տունը գրավ է դնում, չի էլ կարող վերջին աշխատանք չունի, արդեն չի աշխատում, թոշակառու է։ Եղբայր այդ տունը դու հանգիստ կարող էիր վաճառել, գնայիր մի հատ բիզնես դնեիր, գյուղական բնակավայրում ապրել, բայց պետությունը պետք է այդ մթնոլորտը ստեղծի։ Պետությունը չի ոչ ապրանք արտադրողը, ոչ էլ ապրանք վաճառողը։ Պետությունը միջավայր ստեղծողն է, գլոբալ խնդիրը լուծողն է, ռազմավարական խնդիրը լուծողն է, որ մենք կարողանանք այդ մարդկանց հարցը լուծել։ Օրինակ նույն խնդիրը մենք ունենք մեր հայրենակիցների հետ, որոնք հայտնվել են դրսում։ Ինչքան մարդիկ են ամերիկյան երազանքի, եվրոպական երազանքի համար գնացել են տարբեր երկրներ, տուն, տեղ, ամեն ինչ վաճառել են ու գնացել են Հայաստանից։ Ինչ դժվարությամբ են գնացել այդ երկրներ։ Նաև ասենք Ռուսաստանը, որ գնում են արտագնա աշխատանքի, խոպան։ Հսկայական սերունդներ, խորհրդային միության ժամանակվա գնացածները նրանց սերունդները անկախ Հայաստանի պայմաններում եւ Ռուսաստանը արդեն են Ռուսաստանը չի, շարունակում են հերթական սերունդները գնան։ Բայց հիմա կյանքը դժվարացել է շատ տեղեր։ Մարդը գնացել է, աշխատող մարդ է, նա չէր գնացել թալանելու կամ վայելելու, նա գնացել էր ազատ աշխատելու, իր աշխատանքի դիմաց բարիք ստեղծելու, լավ չի ստացվել։ Ամեն ինչ ծախել գնացել է։ Բա մենք հայրենիք ենք, չէ՞ համայնայնության։ Ինչա մենք մի քանի սփյուռքահայ հաջողակին գիտենք, բա մնացածները ովքեր են։ Բա մենք ասում ենք, որ Հայաստանի քաղաքացին Հայաստան պետության հոգացության ներքո է։ Դա ոնց է արտահայտվելու, չենք ասում Հայաստանը պետք է գնա այդ երկրում նրան փող տա նա ապրի։ Հայաստանը պետք է պայման ստեղծի, այդ մարդը չամաչի գա։ Նա ամաչում է, ասում ավելի լավ է երրորդ երկիր գնամ, քան թե գամ Հայաստան, չարախնդալու են, ասեն դու էիր գնում Ամերիկա, տեսար ինչ վիճակի մեջ ընկա։ Միայն փոքր մարդը կարող է չարախնդա, եթե իր հայրենակիցը գնացել է ու նրա կյանքը չի կայացել։ Սրտաբաց ընդունենք, ասենք արի մեր հայրենակից ջան, արի մենք գյուղական բնակավայրերում քեզ համար սիրուն պայման ստեղծենք, արի բիզնես դիր, արի այս հարցն արա, պետությունը այդ պայմանները ստեղծի, 8 միլիարդից ավել մարդ ապրում է աշխարհում, գենետիկ մոդիֆիկացված սնունդ են արտադրում, կարողանան մարդկանց կերակրել, ու դու այսօր գյուղատնտեսական հողատեսքերը դատարկ է, որովհետև չես կարողանում գտնել ձևը,
ինչպես անել, որտեղ իրացում գտնել, ինչ անել, որ աշխատես, կամ փոքր տնտեսություններ ստեղծելով կարողանաս սպասարկես մեծ քաղաքների տնտեսություններին, կամ այսօր IT տեխնոլոգիայի մեջ ներգրավված մարդիկ կան, որոնք Հայաստանում նստում են, իրացման շուկան դուրսն է, իրանք այդտեղ են աշխատում, նրանց համար ընդհակառակը կոմֆորտ միջավայր է պետք, աղմուկ պետք չի եւ թանկ գրասենյակային ծախսեր պետք չի։ Այդ մարդկանց ասենք հարգելիներս հետ եկեք Հայաստանում ապրեք, եկեք մենք ձեզ համար պայման ստեղծենք, մեկը մարդը գալու է, այդ տունը տալու ես, հետո այդ տունը գրավով չի կորելու, ոչ մեկը դա չի վաճառելու երկրից գնա, ով հետը գումար կունենա, գումար կբերի կդնի։ Մենք այդ կարգի քաղաքների հնարավորություն չստեղծեցինք։ Սիրիայից եկան պատերազմի ժամանակ ստեղ նայեցին, այնպիսի ահավոր մթնոլորտ ստեղծեցին, թողեցին գնացին այդ մարդը։ Բայց մարդը ընդհանրենք ապրել է այնտեղ, կյանքի վերջի տարիները ցանկանում է Հայաստանում ապրում։ Կանգնում են ամբարտավան ձևով ասում են Հայաստանը ձեզ համար գերեզմանոց է, գնացել եք, վայելել եք կյանքը, հիմա գալիս եք։ Ինքը կգա այստեղ կապրի, երեխան կգա իրան կտեսնի, թոռը կգա իրան կտեսնի։ Վերջի վերջը մարդը գալիս է սպառող է, գալիս է նա այն ինչ որ կերավ, այն ինչ օգտագործեց, քո երկրի համախառը ներքին արդյունքն է ավելանում։ Թող սիրուն միջավայր ստեղծեիր իրանց համար, որտեղ ինքը իրան կոմֆորտ կզգա։ Լիբանանահայերը կգային այդ մի փողոցի վրա կապրեի, Սիրիահայերը կգային մյուս փողոցի վրա, Ֆրանսիահայերն ու Ամերիկահայերը կգային, Ռուսաստան, այսինքն իրանք սովոր են նրանք, իրանք շփվելու առումով խնդիրներ չունեն, շատ դեպքերում ու շատ հանգիստ կարող են ինտեգրվել մեր կյանքի մեջ։ Ու դա մենակ չի վերաբերվում միայն ուղղակի նրանք, ովքեր գնացել են ու կյանքը չի ստացվել, զուտ մենք ասենք նրանց հետ բերենք։ Քիչ հայրենակիցներ ունենք, որ այս կամ այն պատճառներով հայտնվել են կալանավայրերում։ Լավ ենթադրենք մարդը գնացել է, չի ստացվել իր կյանքը։ Միտեղ խնդիր է առաջացել, անհրաժեշտ ինքնապաշտպանություն է գերազանցել, տվել է մեկին սպանել, կամ մեքենայի տակ է մեկին գցել, լավ հանցագործություն է կատարել, հասկացաք, բայց մեր հայրենակիցն է հայտնվել է բանտում։ Այս շենքի հետևը նայեք, քանի հազար հայի ճակատագիր կա։ Մենք ընդհանրապես մտածում ենք դրա մասին։ Մենք մտածում ենք, որ այդ մարդը տեղից դուրս եկավ, ինչ է անելու։ Մնալու է այդ երկրում, կարողանալու է աշխատանք գտնել, թե իրան դուրս են անելու, ինչ է անելու, ամեն ինչ կորցրած հայտնվել է բանտում։ Մեր հայրենակիցն է, մենք էլ նրա հայրենիքն ենք։ Մենք նրան դատապարտողը չենք։ Մենք մտածենք, կարող ենք կանգնել եւ ասել, հարգելի Ամերիկայի իշխանություններ, բերեք մտածենք, գուցե այն ստանդարտներով, որտեղ այդ մարդիկ մնում են, այդ ստանդարտները Հայաստանում մենք ապահովենք ձեր օգնությամբ։ Բերենք այդ ստանդարտներով այդ մարդկանց պահենք, այն ծախսը, որ դուք անում եք նրանց վրա, դրա կեսով մենք կարող ենք անել, հաշվի առնելով, որ մերում որ ծախսը ավելի ցածր է։ Այդ մարդիկ կգան Հայաստանում կմնան, այդ ընթացքում կրթությունն էլ նորմալ կստանան, եթե չունեն։ Նորմալ ձևով աշխատանքի մեջ էլ ներգրավված կլինեն։ Դուք հասկանում եք, որ այդտեղ հավաքված մարդկանց հետ կապված այդ կոոպերացիայի պայմաններում ինչքան պատվերներ կարելի է տալ եւ ի վերջո ինչքան էլ իրան վճարես, որ վաղը բանտից դուրս գա, աշխատանք էլ ունենա, փող էլ ունենա, գրագիտություն էլ ունենա, նա բեր չդառնա, վտանգ չդառնա հասարակության համար։ Այդ նույն առումով շատ-շատերը կարող են նրանց պատվերները տալ եւ այդ մարդիկ նորմալ աշխատեն։ Այսինքն մենք էլ այդ ստանդարտը երբ որ ունենանք, ամերիկյան ստանդարտը, եվրոպական ստանդարտը, չասենք այնտեղ էսպես է, մենք դա մեր մեջ ունենանք։ Այդ նույնը մենք կարող ենք վաղը նաև անենք մեզ համար, բայց բան ունենանք ցույց տալով։ Կանգնենք, ասենք, հարգելի ամերիկյան իշխանություն, այս մարդկանց բերելով, ձեր ծախսը պակասեցնելով, դուք էլ մարդ դրեք, քանի որ դուք էլ ֆինանսավորելու եք դրա համար։ Դուք մարդ դրեք, թող այդ մարդը գա ստուգի, տեսնի մենք ձեր ուզած ռեժիմը պահում ենք, թե չէ։ Մենք ձեր ուզած մակարդակը պահում ենք, թե չէ։ Եթե այդ մարդը մեր մոտ է նստում, ոնց ենք անում, որ եթե ինքը վաղաժամկետ ազատվելու հետ կապված ամերիկյան կառավարությանն է դիմելու, թե Հայաստանի, որ նորմերով ենք մենք անելու, եթե դա նորմալ ձևով այդ ժամկետը անցնելու ընթացքում նրան կարելի է վաղաժամկետ արձակել, Ամերիկանը դա անում, թե մենք ենք անում, բայց մենք այդ ստանդարտների ու ռեժիմների խնդիրը լուծենք, համ ձեզ բեռը կթեթևացնենք, համ մեր բեռը կթեթևացնենք, որ բացի այդ որ այդ մարդիկ գալիս են, նաև դուք գումար եք դնում, եւ դրանից հետո մենք կարող ենք այդ նույն ստանդարտը անենք Հայաստանի համար։ Ինչու է նաև դա մեզ համար շատ կարևոր։ Այդ հարցի հետ կապված իմիջիալոց նաև Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ ենք խոսում, որտեղ ինձանից հետո ինքն էլ էր գնացել Միացյալ Նահանգներ, ինքն էլ էր այդ հարցերը ուսումնասիրում, թե ինչ կարելի է անել Հայաստանում։ Դե դրա համար լուրջ հնարավորություններ պետք է ունենանք, որ անենք, էլի միայն մտահոգությունը բավարար չէ։ Այդ էինք ասում ենք, բա ով պետք է մտածի,
կալանավայրում հայտնված մարդու մասին, եթե ոչ ես, որ երբեք քրեական հետապնդման չեմ ենթարկվել, բանտում էլ բարեկամներ չունեմ, հանցագործ աշխարհի հետ շփումներ չունեմ, եւ գիտնական մտավորական ընտանիքից Գուրգեն Սիմոնյանը, որ ոչ մեկը մեզ չի ասի, ինչից խոսում եք, կարողա ձեր անձնականի համար եք խոսում։ Այսինքն մենք ինչ ենք ասում։ Մարդը գնաց այսօր Հայաստանում բանտ նստեց, դուրս եկավ, մարված է նրա դատվածությունը։ Վերջ, նա հասարակությանը լիարժեք վերադարձել է։ Հասարակությունը նրան լիարժեք ընդունում է, հասարակությունը նրան վանում է։ Փող չունի բիզնես տնելու, աշխատանքի չեն ընդունում։ Ինչ եք ուզում։ Չեմ ուզում վիճակագրությամբ ցես ծանրաբեռնեմ, հանեմ միացույց տամ, թե քանի մարդ նորից հայտնվել է բանտում, որտեղ ինչ աներ։ Իբր թե դուք նրանց մեկուսացրեցիք, հերրու պահեցիք հասարակությունից, բայց հասարակության քանի մարդու ունեցվածքի նկատմամբ ոտնձգություն եղավ, քանի մարդու կյանքի ու առողջության նկատմամբ ոտնձգություն եղավ, որովհետև դուք նրանց հարցը չլուծեցիք, չլուծելով նրանց հարցը, չլուծեցիք նաև իրանց հարցը։ Բա մենք չենք ուզում լիարժեք վերադարձնենք այդ մարդուն հասարակությանը, նաև այդ օրինակը, այդ ստանդարտը ունենալով, բերենք ասենք հարգելիներս, տեսեք, մարդը նստելա բանտ։ Չեմ ասում, թե ինչքան մարդ կարող է նաև այնտեղ հայտնված էլի հանիրավի, չեմ ուզում ես խոսակցությունը քաղաքականացնեմ։ Լավ, հանցագործություն է կատարել, հետո այդ մարդը դուրս է գալու, չէ, այնտեղ չի մնալու ամբողջ կյանքը։ Հասարակությունը ո՞նց է նրա հետ հարաբերվելու։ Եթե դու այդ մեխանիզմը չես գտնում նրա հարցը լուծելու, օբյեկտիվորեն նա ապրուստի միջոց չունի։ Դու չես լուծում նաև հասարակության ցանկացած անպաշտպան մարդու հարց, որտեվ չգիտես նրա հարվածի թիրախը ով է լինելու, նա չարացած է նրանց վրա, նրանք էլ անվստահություն ունեն նրա նկատմամբ, բայց այդ մարդիկ իրար կողք կապրում են։ Բա ո՞նց անենք դա, ցույց տանք մի հատ օրինակ, կառուցենք այդ օրինակը եւ այդ օրինակը նաև տարածենք մեր համար այդ ամեն ինչը անենք։ Եվ տեսեք, հարցը չի վերաբերվում միայն ասենք այն մարդկանց, ովքեր Հայաստանից գնացել են եւ իրանց տեղը չեն գտել Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում կամ Կանադայում, կամ էլ թե չբանտում հայտնվածները։ Մենք ինչքան ունենք մեր հայրենակիցներ, որոնք իրանց կյանքի վերջում կերազեին, որ Հայաստանում ապրեին։ Ապրել են իրանց կյանքը լավ, վատ, արել են, ընտանիք են դրել, ամեն ինչ արել են։ Հիմա ասենք, այնտեղ տարբեր ձևով են այդ անունները կոչում, չէ՞, ծերերի մանկապարտեզ, որ ասինքն տանում են առավոտ այնտեղ, իրանք գնում են աշխատանքի, մարդիկ երկար ռեժիմով աշխատում են, որից հետո գալիս են տուն են բերում, միտեղ կա ուղղակի հենց ծերանոց, միտեղ ասենք ոնց որ անունը իրանք ասենք դնում են կյանքի ապահովման տեղ, անունը չի կարևոր։ Ի վերջո հիմա նաև տեսնում ենք այս շենքը, այսպիսի շենքեր, որոնց հետևում մեր հայ մարդկանց ճակատագրերն ու անպայման չի Հայաստանի քաղաքացի լինի, կարող է գնացել է Ամերիկայում ապրել, Եվրոպայում ապրել, տարբեր տեղեր ապրել է։ Այդ մարդը կարող է մենք այդ մարդու համար պայման ստեղծեինք Հայաստանում, շատ դեպքերում տեսնում եք ինչքան են Ամերիկայի կառավարությունները դժգոհում, ինչքան սոցիալական ծրագրեր են անում, բեռնա իրանց վրա վերցրած, ախր հազիվ են կարողանում դա անել, ինչ որ միտեղ էլ ասենք վատ են տրամադրվում այդ մարդկանց նկատմամբ, որը արդեն անցել է թոշակի, ինչ անի այդ մարդը։ Եվ պատկերացեք նույն հաջողությամբ մենք կարող ենք չէ Ամերիկայի կառավարությանը կամ այլ տեղի, քան որ Ամերիկային էին ուսումնասիրել, դրա համար եմ ավելի շատ օրինակը դրա վրա բերում։ Ասենք որ հարգելիներս, ինչ ծախսեք անում այդ մարդկանց վրա։ Կարող է մեր հայրենակիցները ուզենային այս նույն պայմաններով ապրել նաև Հայաստանում։ Եկեք մտածենք նորմալ գյուղական բնակավայրերում, մարդը հանգիստ կա, իր կյանքը աշխատել է, այդ աժիոտաժի մեջ աշխատել է իր ամբողջ կյանքը, կարող է մարդը գալիս է ցանկություն ունենա այս նույն ստանդարտներով, որը հիմա կա, մենք տանենք Հայաստանում ձեր ստանդարտներով կառուցենք, ասենք եկեք դուք էլ դեսպանատան համապատասխան մարդուն վերահսկողություն սահմանելու համար, որ տեսնեք այդ փողերը չենք կերել, այդ մարդկանց համար արել ենք, ինչ ծախս որ դուք անում եք, հաստատ դրա կիսով մենք կարող ենք այդ պայմանը ստեղծել։ Այդ մարդն էլ կարող է ցանկություն ունի գա իր հայրենիքում ապրի, իր կյանքի վերջի տարիները այդտեղ ապրի։ Վաղը մյուս օրն էլ մարդիկ կգան, իրացնողները կգան։ Այսինքն մենք այդ նույն ստանդարտը ստեղծենք, ստեղծելու ժամանակ նաև մեր մոտ ասենք հարգելիներս, այս ստանդարտը վերաբերմունքը մարդու նկատմամբ էսպիսին է։ Տեսնենք ինչ ծախս է արվում, տեսնենք ինչպես է արվում, ոնց են անում, որ մարդը այդ ամեն ինչի մեջ ներգրավված լինի։ Կառավարությունները ամեն մեկը ինչ որ ծրագրեր անում են, հատվածական է։ Բայց այդ ծրագիրը անելու համար պետք է խնդիրը վերևից նայես։ Ես մեկ օրինակ բերում եմ այդպես Երևան քաղաքում Թամանյանի արձանը նայեք, որ ինքը սենց կանգնած է ներքև Երևանի հատակագիծն է ու ասում է տեսել է նա երևի արևային մի քաղաք։ Խնդիրը վերևից է նայում։
Ես ուզում եմ, որ այդ խնդիրը մենք վերևից նայելու հարցով կարողանանք լուծենք։ Այսինքն մենք նայենք, ասենք, իսկ մեր հայրենակիցները կուզենան Հայաստանում ապրել։ Այս պայմանները ստեղծենք Հայաստանում, նույն պայմանները ստեղծենք նաև Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Եվ կտեսնենք հասարակության մթնոլորտը ինչպես է փոխվում։ Ինչպես ենք այս չարությունը մարդկանց մեջից դուրս գալի, որովհետև հասարակության բարոյականության մակարդակը որոշում է ինչպիսին է քո վերաբերմունքը հասարակության հոգացության կարիք ունեցող շերտերի նկատմամբ, անպաշտպան շերտերի նկատմամբ, ծերերի ու երեխաների նկատմամբ։ Սա է վերաբերմունքը ցույց տալիս։ Մենք այդ խնդիրը եթե կարողանանք լուծել, նաև ներգրավել դրսի օգնությունը, շատ-շատերը մեծ հաճույքով կարող են նաև նման ծրագրերին օգնել։ Ով է ասում, որ դա հնարավոր չի։ Իսկ ով է ասում, որ քիչ գրանտային ծրագրեր կան, որոնք նաև ասում են ֆոտովոլտային պանելները դնում եք շենքերի գլխին, տների գլխին, որի մասին խոսում ենք, դուք էկոլոգիապես նորմալ խնդիր եք լուծում։ Բերեք այդ գրանտային ծրագրերով այդ թոշակառուների գումարների մի մասը մենք մեր վրա վերցնենք, փոխհատուցենք, էս անենք, այն անենք։ Ահագին ծրագրեր կար, աշխարհում շատ մեծ միջոցներ կան, որ բարոյական ծրագրերի վրա ներդրում են անում։ Մենք ուղղակի դրա մեջ չենք մտնում։ Հայաստանը միակ երկիրը չի, չէ, որտեղ պատերազմ է եղել, բայց պատերազմից հետո մենք տեսնում ենք, չէ, ինչ վիճակ է։ Գիտենք, մարդու ոտքը ավելի մեծ է ծավալով, մասշտաբով, քան ձեռքը, դրա համար ավելի շատ վնասվում է ոտքը, բացի դրանից գիտենք, որ ռեկաշետով գետնից խփում է արկը կամ որևէ ցևով ավելի շատ ոտքն է վնասում, էլ չենք խոսում հետևակային ականները, որի վրա կանգնեց եւ վնասվում է։ Տասնյակ հազարավոր նման հայրենակիցներ ունենք մենք տարբեր պատերազմների ժամանակ։ Ինչ որ մի պրոտեզ լուծելով հարց ենք լուծում։ Մենք այդ մարդկանց ուղարկել ենք պատերազմ։ Դա գնացել է հայրենիքի համար կռվելու։ Պետությունը նրանց համար ինչ է մտածում։ Այսօր այդ մարդիկ մանավանդ վերջի պատերազմից հետո երբ որ պարտվել են, հոգեբանական վիճակը նայեք։ Նա կյանքը գնացել է վտանգել, զոհել է, վիրավորվել եկել է ընտանիքի կերակրողը։ Հիմա այսօր ինքը դարձել է ընտանիքի համար բեռ։ Համարում եք, որ այդ նպաստը բավարար է նրա տուն պահելու համար, նասկի դեղերի հազիվ հերիքի։ Էլ չեմ խոսում մնացած հարցերի, բայց չմոռանանք, որ նրա խնդիրը մենակ իր դեղերը չէր։ Նա տունը կերակրողն էր։ Նա այսօր չի կարողանում մի շքամուտ մտնի։ Դուք տեսեք այդ հին շենքերում հարմարեցված է արդյոք նա անվասայլակով նա կարողանա մտնի տուն։ Կամ էլ թե չէ մեր ստոր գետնի անցումները կամ հազարով մի տեղեր։ Գործնականում այդ մարդը չի կա, նախ չի էլ ուզում դուրս գա տնից, չի էլ կարողանում դուրս գա տնից։ Ով է այդ մասին մտածելու։ Եկեք մտածենք երկու խնդիր։ Առաջինը ինչ ենք անում, որ երկիրը նման հարցերում շատ ավելի ակտիվ ձևով է հարցը լուծենք, որ մարդը լիարժեք կարողանա ինտեգրված լինի կյանքին, եւ երկրորդ, այդ երկուսը զուգահեռ պետք է անել, ոչ թե մեկը անել կամ մյուսը կամ մեկը մյուսի հաշվի։ Եվ զուգահեռ մտածենք, իսկ գուցե այդ մարդիկ կուզենային ինչ որ մի միջավայր լիներ, մի բնակավայր լիներ, որտեղ իր նմանների հետ են իրանք ապրում, հանգիստ գնային եւ այդտեղ ապրելով այդ բնակարանները, որի մասին ասենք խոսում ենք, որ իրանք կարող են նաև ստանան հիփոթեկային վարկով ստանան այդ բնակարանները եւ գրավ դնեն, որ որևէ մեկը չմտածի, այդ մարդիկ աշխատանքի մեջ ներգրավեն իրանց ընտանիքը եւ իրանք։ Այսինքն այսօր այդ ինչ մի խնդիր է, որ մենք կարողանանք այսօրվա տեխնիկայի պայմաններում բարդ է այսօր ձեռքով կառավարվող մի հատ մեքենա ունենալ, որ մարդիկ տաքսի քշեն։ Շատ դեպքերում մտածում են, բա եթե ինքը հաշմանդամը լի, բա ոնց է օգնելու ուղևորին։ Եթե առանց ուղևոր տաքսի են քշում, ով է օգնում ուղևորին։ Ինչը այսօր բարդ է, այսօր մի շարք քաղաքներում դուք կարող եք դա տեսնել։ Անագես, որ ասեք, տեսել եմ դա Հոլիվուդում էլ կար եւ Բևերլի Հիլսում էլ կար, մնացած տեղերում այդքան չի հանդիպում, որ առանց վարորդ տաքսի էր։ Բերեք մտածենք այդ ուղղությամբ, բերեք մտածենք այդ մարդկանց համար պայման ստեղծենք, ասենք, որ այս նախագիծը հանենք, նաև ինչ որ միտեղ, այո, ոչ միայն ձեռքով կառավարվող, այլև հատուկ ստանդարտով կառուցենք։ Այո, թող վարորդը թեկուզ մեջտեղում նստի, որովհետև աջակողմյան երթևեկության, ձախակողմյան երթևեկության համար պատերազմը մենակ մեր մոտ չի, բոլոր տեղերում էլ կա։ Մտածենք, որ նա առանձնացված լինի սալոնը մարդկանցից, հանգիստ երկու շարքով իրանք նստեն, ինքն էլ կոմֆորտ զգա, որ ինքը ներս է մտնում որևէ տեղից նստի, այս կողմից կլինի, թե այն կողմից կլինի, ինքը հանգիստ նստի, մտածենք այդ պատվերը տանք, մարդիկ կառուցեն մեքենա, ասենք էլեկտրոմոբիլա, որը ձեռքով կառավարվող է։ Այդ մարդկան սիրուն ծառայություն ստեղծենք, այդ մարդը աշխատի, փող աշխատի, տան փողն էլ վճարի, ընտանիքին էլ օգտակար է։
Ինչ մի խնդիր է։ Այո, մենք նրան նոր կյանք տանք։ Կարեկցելը չի հարցը։ Այդ մարդը աշխատող մարդ էր, այդ մարդը չի վախեցել կյանքը վտանգել։ Այդ մարդուն դուք ուզում եք խղճակ։ Եթե մենք կարող ենք նրա համար պայման ստեղծել, նրան կյանք վերադարձնել։ Ասենք դու ես մեքենան կստանաս, դու ես ամեն ինչը կանես, իբիչալոս դա էլ խոսում ենք այդ ծրագիրը, որ ճիշտ է արդյոք մեքենան ղեկը կենտրոնում լի թեմիկում, այդ էլ ենք քննարկում Գուրգեն Սիմոնյանի հետ, շատ դեպքերում շատ հարցեր կա, որ նաև համագործակցության հարցը նաև ինչից է առաջանում, որ լայնախոհ մասշտաբային մտածող մարդու հետ կապված երբ որ մի բան քննարկում ես, լավ ես գը, որ չեն ասում, դե լավ ինչի հետևից ես ընկել, այսօր տեսնենք ինչ է կատարվում, ինչի մասին եք խոսում եւ այլ եւ այլ։ Այդ նույն բանն ենք քննարկում, որ բերեք դա մտածենք։ Բերեք մտածենք, որ այդ մարդը այդ աշխատանքը ունենա, վաղը մյուս օր այդ սերվիսն էլ կլինի, այդ մեքենաները կունենան անպայման չի մենակ ազատամարտիկ լինի։ Այնքան մարդ կա, որ վթարից ոտքերը վնասել է, այդ մարդիկ կարողանան այդ մեքենաները ունենան, արդեն սերվիսն էլ կա, որովհետև հարյուրավոր մեքենաների սպասարկման խնդիր կա։ Մի անգամ պետք է այդ խնդիրը լուծել, որի պարագայում արդեն մենք արդյունք կունենանք, այդ մարդը լիարժեք ներգրավված կլինի։ Եվ իրան լավ կզգավորին կշարունակում է ընտանիքը պահել։ Ընտանիքն էլ կգնա այդ տանը, այլ գործ կդնի կամ այլ հարցերում ներգրավված կլինի։ Ու այդ թաղամասը կամ այդ բնակավայրը ամբողջությամբ այնպես կլինի, ոչ մեկը իրան վատ չի զգավորեն, մեկը հաշմանդամը կամ այս հոգեբանությունը դուք մտածեք։ Նա դուրս է գալի տնից, նա չարացած է, նա իր տեղը չի գտնում։ Դուք ուսումնասիրեք, քանի մարդ է դիմել ինքնասպանության, բայց չեն էլ շատ դեպքերում չեն ուզում, որ դրա մասին խոսեն, որտեղ ինքը ապագա չի տեսնում։ Մի հոգու ապագան ինքը տեսնի, 100 մեքենայի ապագան ինքը տեսնի, 10,000 մարդ հերթով կսպասի, երբ պետությունը իր մասին մտածում, որտեղ նա պետք է տեսնի պատերազմ ուղարկող պետության բարոյական մակարդակը, նա մտածում է դրա մասին թե չէ։ Այսօր մտածեք, ով նորմալ կրթություն ստացել է, այդ մարդկանց համար ստեղծենք IT տեխնոլոգիայի դասընթացներ, ինչքան ուզում է հեռավար անենք, ինքը իր տանը նստած չի ստացվելու։ Բերեք նա հավաքենք այդ բոլորին միտեղ, այդպիսի բնակավայրում գնան նստեն, համապատասխան դասախոսներ նստի դրա հետ աշխատի, մենք էլ մտածենք, թե ոնց անենք, որ դրսից հատուկ նպատակային պատվերներ ստանան այս մարդիկ, որ այդ ծրագրերը անեն, իրանց ապրանքը եւ իրանք հարկատու դառնան, իրանց լավ զգան։ Այդ մարդուն շատ հոգեբանորեն դուք պատկերացնում եք, մի ժամվա ընթացքում նա ուզեցել է իր երկրի համար ամեն ինչ անել, մի ժամ հետո այդ մարդը դարձել է հաշմանդամ, ու դուք ուզում եք այդ մարդը հոգեբանորեն հաշտվի այդ մտքի հետ, նա հոգեբանորեն չի հաշտվում այդ մտքի հետ, եւ հասարակության անտարբերությունը, այս միջավայրը, որ ինքը այդ ամեն ինչ իր մեջ չի գտնում, սա խնդիր է, որը որ գիտեք շատ դեպքերում ասում են քաղաքականության մեջ քաղաքականությունը, անբարոյականությունը, չէ, այդպիսի բան չկա։ Անբարոյականը ամենտեղ է անբարոյական։ Ինչա որ երկրաշարժը եղավ, մի ցեմենտի կտոր չգտան սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերի մեջ, շատ բարոյական էին այդ շինարարները։ Ինչ այն բժիշկները, որ հայ երեխային վաճառում էին դուրս, շատ էին բարոյական։ Ուղղակի քաղաքականության մեջ այդ ամեն ինչը հրապարակային է։ Այդ ամբողջը միանգամից ջրերես է դուրս գալիս եւ միանգամից տեսնում են։ Դրա համար շատ կարևոր է խնդիրը, որ մենք այդ բարոյական նորմերը մեր հասարակության համար ունենանք։ Ասում են հեղափոխություն եղավ, մթնոլորտ փոխվեց։ Բայց ի՞նչ է, առավոտից երեկո նորից չեն մտածում ինչպես անեն բանակից խուսափեն։ Ասում են հիմա խաղաղություն է։ Բայց ի՞նչ է, այդ ժամանակ նորից չեն մտածում երեխաներին բանակից ազատեն։ Փոխվեց, պատվաբեր է այսօր բանակ ծառայել, ինչի չհասանք դրան։ Մթնոլորտ բացարձակ չփոխվեց։ Հարցը մի կողմ այդ մթնոլորտի մասին էլ կմտածենք։ Աշխարհի շատ ղեկավարներ, եթե նրանք բանակ ծառայած չլինեն, նա թույլ էլ չէին տա, որ նրանք որևէ պաշտոնի հավակնեն անգամ։ Այդ երկրի մթնոլորտն այդպիսին էր, հպարտությամբ նրանք ասում էին, այ տեսեք արքայազն էս ինչը էսպես է, այ տեսեք Չերչիլը գերի անգել, բանակածառայել էսը, այսինքն դա նրանց համար հեղինակություն էր կարիերա անելու համար, ազնազով ինքը գնացել է դա արել։ Հերիք չէ այդ մթնոլորտը չեն կանել, առավոտից երեկո մտածում ենք, թե ինչպես նրանք բանակից ազատվեն, ինչպես գումար վճարեն, այսպես այդպես։ Իհարկե կարելի է մտածել, որ պրոֆեսիոնալ բանակը շատ կարևոր է,
Այո, ինչ ա եղել որ թող մեկը վճարի, եթե ինքը չի ցանկանում, այդ գումարով էլ մյուսը թող գնա փողը տանք, բայց աշխարհում շատ օրինակներ մենք ունենք նաև, որ տեսել ենք, որ զուտ պրոֆեսիոնալ բանակը նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրի պարագայում արդյունավետ չի։ Պետք է դու պարտադիր զինվորական պատրաստվածություն ունենաս, պետք է նորմալ ռեզերվ ունենաս։ Դա նույնիսկ հենց պատերազմի մեջ իրանք հայտնվեցին, այդ վտանգները տեսան։ Այո, փորձենք մաքսիմալ պրոֆեսիոնալ բանակ ունենանք, բայց չբացարձակացնենք։ Ու այդ դեպքում ինչ է ստացվում։ Պետությունը որոշ մարդիկ ստեղծում են չինովնիկներին տալիս են շատ բարձր աշխատավարձներ ու պարգևավճարներ եւ ասում են դե ինչ ա եղել որ կարող ես վճարել եւ չծառայել։ Այսինքն ինչ է ստացվում։ Տեսեք մենք բյուջե փող ենք վերում։ Այսինքն բյուջեից փողը տալիս ենք մեր ուզած մարդկանց, այդ մեր ուզած մարդիկ այդ փողը տալիս են բյուջեին, արդյունքում ուղղակի իրանք չեն ծառայում։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Լավ, այդ մի խնդիր է, որը չեք լուծել։ Մթնոլորտը լուծած լինեիք, բանակը անպատվաբեր չէր էլի, որ մտածեիք ոնց ազատեիք։ Բայց հիմա նույն հաջողությամբ ինչ եք անում։ Տասնյակ հազարավոր մարդկանց վրա հոդված եք դրել, թե իրանք բանակից խուսափել են, գտնվում են դրսում։ Նույնիսկ չգիտեք դրանցից քանիսն են ցանկանում Հայաստան վերադառնալ։ Գուցե չեն ցանկանում։ Գուցե ցանկանում են հնարավորություն չունեն։ Եկեք մտածենք, մի հատ հաշվառենք, ոչ թե ասենք հենց կգաս օթանավակայանում, ճիշտես կես կկալանավորենք։ Բերեք այդ մարդկանց այդ պայմանագիր կգենք, հերավար խոսենք, հայտարարենք, ասենք հարգելիներս, եթե դու ցանկանում ես գազ գումար չունես, գնացել ես, բայց ուզում ես վերադառնալ։ Արի մենք քեզ հիմա պայման ստեղծենք, գյուղական բնակավայրում կգաս կաշխատես, կգաս SSSS բիզնեսի հետ կապված քեզ համար մթնոլորտ կստեղծենք։ Դու կգաս կաշխատես այդ ամեն ինչի մեջ եւ կվճարես քո գումարը։ Մենք քեզ տարաժամկետ վճարման հնարավորություն կտանք։ Այս քեզ տուն, այս քեզ աշխատանք, այս է քեզ հնարավորություն, որ այդ գումարները դու վճարես։ Հիմա գնացել ես կյանքը չի ստացվել։ Ոչ կարող ես Հայաստան գաս, ոչ կարող ես այնտեղ մնաս։ Մենք մտածել ենք այդ մարդիկ ինչ են անում։ Հետախուզման որոշումը կայացել ենք ու վերջ, մոռացել ենք այդ մարդկանց մասին։ Հենց կգան կբռնենք, էլ ինչ ենք մոռացել։ Բայց մտածել ենք, որ այդ մարդից քանի իսկ եթե այդ մարդկանցից տասնյակ հազարից 100-ը կուզենա գա, 1000-ը կուզենա գա, ուրեմն կիմանանք մնացածը չեն ուզում։ Այդ թիվը որ տես հնչեցնում ենք ինչ։ Մենք կիմանանք, որ այդ մարդկանց համար մենք պայման ենք ստեղծել։ Եվ այդ ժամանակ հենց հարցը առաջանում, որ ասենք, որ եկեք դուք պայմանավորվենք, պետությունը այսպիսի միջոց է սահմանել։ Արի մենք քեզ աշխատանքով ապահովենք, արի դու ու հետո ինքը ինչ անելու։ Եթե դրանք կեսից փախնելու է, մեկ ասես տենից հոդվածը վրեն կայել։ Այդ տունն էլ իրանը չի, որ վաճառի փախնի։ Ինչքան էլ գումար կվճարի, ինչքան էլ կաշխատի, այդքան էլ օգուտ որևէ մեկը դրանից չի դժում։ Պետությունը պարզապես պետքա հնարավորություն ստեղծի, որպեսզի այդ մարդը կարողանա գալ իր հայրենիք ու աշխատել։ Եթե դու այդ պայմանը չես ստեղծում ու միայն ուղղակի ֆիզիկական թիվ ես ասում, չվճարես, ուրեմն վերջ, դու պարտավոր ես հայրենիքի համար անես։ Բերեք մի հատ մենք էլ մտածենք, իսկ հայրենիքը ինչ կարող է անել, հնարավորություն ստեղծի, որ այդ մարդը իր պարտքը կատարի։ Կարող է այդ մարդը չի ուզում խուսափի, ուղղակի հնարավորություն չունի։ Այդ մեր անհաջողակայի տերը չենք, հա։ Միլիարդատեր չի, դե կներեք էլի։ Օրինակ հիմա շատ դեպքերում մենք նայում ենք, որ ընդունված է ասել, որ ավանդույթները սովորաբար պահվում են գյուղական բնակավայրերում։ Ու դրա մեջ սխալ բան չկա։ Այդպես է իսկապես։ Քաղաքը պատկերացնում եք մեգապոլիս ինչ է կատարվում։ Անդեմք են մարդիկ, ասես մի հոսքը միտեղից միտեղ եւ այլ, չէ՞։ Բայց գյուղերում ավելի հեշտ է։ Բայց մենք ուսումնասիրենք, մենք խորացել ենք դրա մեջ։ Մենք ինչ ավանդույթն ենք ուզում պահենք։ Եթե մենք ուզում ենք 21-րդ դարին մրցունակ պետություն ունենանք, հասարակություն ունենանք ու ընտանիք ունենանք, պետք է վերցնենք մեր մեջի արժեքավորը, աշխարհից վերցնենք արժեքավորը եւ համադրենք իրար, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Հիմա ասում ենք հայկական ավանդական ընտանիք, բայց մի հատ մտնենք նայենք։ Խորհրդային միությունից սկսած մինչև հիմա այդ մարդիկ գնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան։ Երկիրը փոխվել է, անկախ պետություն ենք, մնացել է նույն խնդիրը։ Իսկ մենք նայում ենք այդ ընտանիքը, որ ասում ենք ավանդական ընտանիք։ Այդ երիտասարդ կնոջ կողքը ամուսին չկա։ Այդ երեխաների գլխին հայր չկա։ Լավ գնաց գումար ուղարկեց, տարին 2 անգամ եկավ գնաց։ Հետո էլ այնտեղ ամուսնացավ, ընտանիք կազմեց, արդեն կամած պակասեց եւ գալը եւ գումարը։ Մենք այդ ենք ուզում որպես ընտանիք, որպեսզի մենք դա ներկայացնենք։ Մենք վախենում ենք դրա մեջ մտնենք, թե խրախուսում ենք։ Երեխան մեղադրում է իր հորը, որ թողել ընտանիքը գնացել է, մեծանում է աշխատանք չի գտնում, չի հասկանում իր տեղը, գնում է հոր մոտ։
Մենք այդ խնդիրն ենք ուզում լուծենք, բայց չենք ուզում մի հատ նայենք, որ ասենք հարգելիներս, իսկ մենք ստեղծում ենք պայման, որ այդ մարդը Հայաստանում աշխատի։ Այս դաժան պայմաններում գնացել է արտագնա աշխատանքի ասֆալտ ափռում, հեշտ գործի համար է գնացել։ Աշխատավարձն էլ է պակասում, դժվարություններ է առաջանում, բռնում պատերազմ են տանում, ուրիշի պատերազմ են տանում։ Այդ մարդիկ գնացել են, այդ մարդիկ աշխատել են, ինչքան ի վիճակի են եղել տասնամյակներով Հայաստան փող են ուղարկել իրանց ընտանիքին, իրանց բարեկամներին։ Այսօր նրանք մերժված են։ Մենք չենք էլ ուզում նրանց մասին խոսենք ու լսենք։ Եկեք մեր հայրենակիցներն են։ Ու գիտեք ինչ հաստատում, ինչքան էլ որ զարմանալի է։ Հայկական մրցունակ ընտանեկան ավանդույթները ավելի հեշտ պահվել է Երևանում։ Իսկ մենք ուզում ենք գյուղական միջավայրում, որ խոսում ենք ունենանք։ Ինչու համար, որովհետև կնոջ նկատմամբ վերաբերմունք, երեխայի նկատմամբ վերաբերմունք, ընտանեկան բռնությունները նույնիսկ Երևանում շատ դեպքեր վայրենություն է համարվում, ասում են ոնց կարող է այդպես բանել։ Նույնիսկ զարմանում են, որ միտեղ ասում են այդպես բաներ կա, բայց կա չէ մեր մեջ։ Այսինքն սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ մենք պետքա մտածենք, մենք այդտեղ խնդիր ունենք։ Ոչ թե պետությունը պետք է խրախուսի ասի, դե ինչ խնդիր է։ Գնում է դուրս է աշխատում, ինձանից աշխատատեղ չի ուզում։ Գնում է դուրս է աշխատում, փող է ուղարկում ստեղ։ Մեր համախառն ներքին արդյունքն ավելանում է, առանց մեր մոտ արժեմեծացում անելու, առանց մեր մոտ բարիք ստեղծելու դրսից փող են ուղարկում, որը դառնում է վճարունակ պահանջարկ։ Իրանք նույնիսկ խրախուսում են, որ այդ մարդիկ գնան, ոչ թե մտածում են ոնց պայման ստեղծեն գա։ Իսկ ին կարգի մարդու համար կնոջ նկատմամբ վերաբերմունքը, երբ որ ես ասում եմ ընտանեկան դժվարություններ, ինչպիսի բեռ ենք մենք թողում հայ կնոջ վրա գյուղական բնակավայրերում, այ գնում ենք շրջում ենք տեսնում ենք, չէ՞, չեն ուզում խորանան դրա մեջ։ Իսկ իմ կարգի մտածող մարդու համար մտածում եմ այսպես ավելի դիպուկ օրինակ հազիվ է պատկերացնել, քան դա ասել է Բուլատ Ակուջավան, որը թեպետ Մոսկվայում էր ապրում, բայց հայրը վրացի, մայրը հայ, կովկասյան մտածելակերպի մարդ, որը ասում էր, որ ձերդ մեծություն կի, ոչ թե ձերդ մեծություն արքայադուստր, ոչ թե ձերդ մեծություն, չգիտեմ ինչ պաշտոնյա կամ վարչապետ, այլ կին իր հավաքական կերպարով։ Ես դրանից ավելի դիպուկ բան ուղղակի չեմ լսել։ Եվ դրա համար մեծ հաճույքով հիշում եմ, դա մեջբերում եմ, որտեղ իմ պատկերացումը դա է։ Նույնիսկ քաղաքականության մեջ էլ, եթե որևէ քաղաքական գործիչ ասում է, որ այ պետք է Չաուշեսկուի նման տանել պատիտակ գնդակահարել, ոնց որ արել Նիկոլա Չաուշեսկուին եւ իր կնոջը։ Տնենք մի կողմ, որ ես հրաշալի գիտեմ ոնց սարքեցին, ինչի արեցին, որպեսզի նրանցից ինֆորմացիա դուրս չգա, գիտենք ոնց այդ ամեն ինչ արել։ Դա հարցի մյուս մասն է, բայց խնդիրը հայ տղամարդը եթե իր բերանից դուրս է գալիս, որ ինքը տենչում է հայ կնոջը պատիտակ գնդակահար ու կապ չունի այդ կինոով է։ Նույնիսկ եթե համարի, որ նա շատ սխալներ է արել, նույնիսկ եթե համարի, որ այդ մարդը իր ամուսնու կողքը կանգնել է, մենք գիտենք, որ պետությունը անգամ օրենքը ասում է, որ դու պարտավոր չես ցուցմունք տաս քո հարազատի դեմ։ Դա սահմանադրորեն ապահովված է։ Այսինքն կարող ես դու նրան մեղադրել բարոյական հազարոմի մեղադրանք, թե դու բա կողքների չտեսար ինչա կատարում, բայց դու ցանկանաս հայ կնոջը պատիտակ գնդակահարելուց հաճույք ստանաս կամ ասես դա պետք է անել, երբ որ աշխարհում շատ դիկտատորներ այլ ձևի են հեռացել կյանքից։ Ինչի է հենց այդ օրինակը վերում։ Ցանկացած քաղաքական գործիչ, ով հայ կնոջ մասին այդպես խոսում է, ես ասում եմ, որ վերջ, ինձ համար նա որպես քաղաքական գործիչ դադարում է գոյություն ունենալ, որովհետև իմ պատկերացմամբ, այո, ձերդ մեծություն կի, շատ դեպքերում, երբ որ ասում եմ պետք է կանանց նկատմամբ այնպես հավասարություն տղամարդկանց հետ, այս կողմեն պետք է պայքարենք, որ կանանց հավասարացնենք, ես դες կատակով ասեմ, բայց Ժորժ ջան, ինչ եք առաջարկում, ոտից քաշենք, իջացնենք, ինձ համար կինը ավելի բարձր է։ Իսկ ես ով ասել, որ ինքը ցածր է, պետք է ձերքից քաշենք, բարձրացնենք վերև։ Այսինքն, ես ուզում եմ այս վերաբերմունքը, երբ որ մենք շատ դեպքերում այդ ունենք Երևան, շատ առումներով մենք ունենք։ Բայց արդյոք մենք ուզում ենք, որ այսպիսի վիճակ լինի ու մենք դրա մեջ չխորանանք։ Պետք չի, որ մեկը մի գրանտային ծրագրով գա, կանանց հոգսերից ու խնդիրներից խոսա, մի հատ զեկույց կարտա ու ասի, այսքան բռնություն եղավ, դուք խորացել եք այդ մարդու հոգսը, որ վերցրել է, տնտեսություն գյուղական բնակավայրով իր վրա է վերցրել, որովհետև առանց ամուսին տուն է պահում։ Դա մի հոգի չի, 10 հոգի չի, 100 հոգի չի, ձեզ երբևիցե հետաքրքրել է,
Կարող է այդ մարդը ուզում էր կար ստեղ ապրել։ Կարող է այդ մարդուն բռնել են, տարել են կռի, իր ցանկությամբ չեն տարել։ Այդ մարդն էլ է հաշմանդամ դարձել։ Գուցե այդ մարդուն ասենք, լավ, ինչ արել ես, չես արել, սա քո հայրենիքն է, մենք մեղադրողը չենք։ Արի, ստեղ քեզ համար պայման ստեղծենք, արի քո տուն։ Այսօր դու արդեն դուրս այնքան գումար չես ստանում, որ համ դրսի տունդ պահես, համ Հայաստանի տունդ պահես։ Այնքան էլ չես ստանում, որ ստեղինը տանես անկայուն Ռուսաստան։ Այսինքն գործնականում մենք կորցնում ենք այդ մարդկանց այդ կապը։ Եվ դե էլ չենք կանգնում այս ընտանիքներին։ Եկեք այդ մի մարդու հարցը լուծենք, բերենք, աշխատանքի պայման ստեղծենք եւ կտեսնենք, որ եւ այդ պարագայում վաղը մյուս օրը, եթե կա մարդ, որն էլ գնացել է իր հայրենիքն է պաշտպանել, Ուկրաինայից է գնացել, հաշմանդամ է դարձել, այդ մարդուն էլ ասենք, կարող է ուզենաս գաս այդ գյուղական բնակավայրում ապրես։ Եթե դուք իրար կողք ապրելով իրար կներեք, գուցե վաղը մյուս օրը այդ երկու պետությունն էլ այս իշխանությունը փոխվելուց հետո, պատերազմը դադարելուց հետո, գուցե իրանք էլ իրար ներեն։ Ինչ ենք ուզում 100 տարով թշնամի մնան, եթե երկու մարդ չեն կարողանում իրար կողք նստացնենք։ Այօնակ հիմա շատ ենք խոսում գյուղատնտեսությանը զարգացնելու հետ կապված, բայց մենք չենք հասել գյուղական ինդուստրիայի։ Այո, շատ քիչ ունենք ինտենսիվ այգիներ, դա տոկոսային հարաբերությամբ շատ ցածր է։ Բացի դրանից էլ մենք իրացման լուրջ խնդիր ունենք։ Մեր տնտեսությունը նորմալ ձևով մենք չենք կարել որ դիվերսիֆիկացիայի խնդիր լուծենք։ Հիմա տեսեք, անգամ եթե նույնիսկ համարենք ինտենսիվ այգիներն են, որը շատ փոքր տոկոս է, մենք ասում ենք, դե ինչ ա եղել, ռուսական շուկայի հետ աշխատում ենք։ Ինչ իմաստ ունի եվրոպական ստանդարտի ապրանք արտադրենք։ Ում ենք ուղարկելու դա։ Մենք չենք համարում, որ մեր հիմնական շուկան դա Եվրոպան է։ Մենք չենք համարում մեր հիմնական շուկան Միացյալ Նահանգներն է։ Կամ եթե չէ, եթե մենք որակով ստանդարտով ապրանք ունենանք, արաբական նավթային երկրները թանկ եւ որակով ապրանք ուզում են։ Անապատային երկրներ են, նրանք դրա կարիքը ունեն։ Նրանք թանկությունից չեն վախենում։ Բայց մենք ինչի ենք ասում եք, այնա ռուսական շուկան կա։ Բա մտածեք, վաղը պատերազմը դադարեց Ռուսաստանում։ Ռուսաստանը պայմանագիր կնքեց Ուկրաինայի հետ։ Եվ այդ պարագայում Եվրոպան անիմաստ համարեց սանկցիաները։ Ընդհակառակը մտածեց Ռուսաստանը ինչ որ ռեպարացիաներ պետք է վճարի, դե եթե դե ռեպարացիա վճարի, դե պայման ստեղծեց, որ աշխատի Ուկրաինայի ավերված տարածքների փողը տա։ Համանեք Ռուսաստանն էլ համաձայնվել է այդ ռեպարացիան վճարելու։ Այդ դեպքում բացվելու է, չէ՞, շուկան։ Եվրոպական ստանդարտի արևելյան Եվրոպայի երկրները, որ մտնեն Ռուսաստանի շուկա, Հայաստանից քանի ապրանք կարող եք տանել այնտեղ։ Նույնիսկ ինտենսիվ այգու ապրանք։ Դուք ուղղակի տրանսպորտի պատճառով չեք դիմանա։ Էլ չեմ խոսում, եթե ինտենսիվ այգի չի։ Եթե դուք եվրոպական ստանդարտի ապրանք չունեք, վաղը դուք ռուսական շուկա չեք կարողանում մտնեք։ Իսկ մենք հիմնական մեր ապրանքը տանում ենք եվրոպական մաս Ռուսաստանի։ Ոչ չենք տանում հեռավոր արևելք։ Շատ հազվադեպ է, որ գնում է որոշ պահածոներ կնահասնեն այնտեղ։ Հիմնականում ապրանքները գնում է եվրոպական մաս։ Եվրոպական մաս, որտեղ հենց Եվրոպան որ մտավ, իր ինտենսիվ այգիների, իր արդյունավետ ապրանքների, իր որակով ապրանքների, ամեն ինչ նորմալ հաշվարկած, մենք չենք կարողանալու այդ շուկային մոտենալ։ Այսինքն այսօր մենք աշխատում ենք մի շուկայի վրա, ասում ենք սա մեզ լրիվ բավարար է։ Վաղը մենք դա էլ չենք ունենալու։ Իսկ եթե մենք այսօր եվրոպական ստանդարտի ապրանք ունենանք, Եվրոպա էլ կուղարկենք, Ամերիկա էլ կուղարկենք, Ռուսաստան էլ վաղը կուղարկենք, երբ որ այդ պատերազմ, այսինքն մենք մի տարվա համար ենք այդ միլիոնավոր դոլարները դնում, որպեսզի տնտեսություն զարգացնենք։ Չենք մտածում վաղը ինչ արնելու։ Էնդել է այդ դեպքում ես չեմ էլ ուզում ասենք շատ խորանամ դրա մեջ, որևէ մեկի նկատմամբ չմտածեն, բայց մարդիկ դժգոհում են։ Հայկական խանութներ կան Լոս Անջելեսում։ Մարդիկ հատուկ գնում են հայկական ապրանք առնելու։ Նայում ես, բայց դժգոհում են, ասում եւ թանկ աստացում եւ անորակ։ Այսինքն, ասում բայց մենք ուզում ենք հայկականն առնել։ Բայց դժգոհ ենք։ Դուք ինչ խնդիր եք լուծում։ Դուք ստի չեք կարողանում լուծեք այդ խնդիրը, որ մարդը մեծ հաճույքով ցանկանում է, որ այդ ապրանքը առնի, հայկական ապրանք առնի։ Մրցունակ ապրանք չենք կարողանում մենք սկի ապահովենք այն մարդու համար, որ գնորդի ցանկությունը հայկական ապրանք առնելն է։ Այս շատ է խոսում այն մասին, որ
Ինչ է, դժգոհ եք, որ ենթադրեք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը բացվելուց հետո Հայաստան կմտնի էժան ապրանք, հատկապես գյուղմթերքը, որ տեսնում ենք, որ բավական էժան, բավական մատչելի է մեզ համար։ Դնում եմ անվտանգության խնդիրը այս պահին մի կողմ, թե որքանով ենք մենք վստահում, որ այդ ապրանքը կհայտնվի Հայաստանում եւ մեր լաբորատորիաները ունեն հնարավորություն նորմալ վերահսկելու, տեսնել մենք ի վերջո ինչ ենք ստանում։ Դա հարցին ուրիշ հարցն է, անվտանգային խնդիրը թողնենք մի կողմ, զուտ խոսենք տնտեսական առումով ինչի նկատի ունեն։ Այո, եթե էժան ապրանք մտնի եւ մեր սպառողը էժան ապրանք առնի, իհարկե կարող ենք համարել գոհացուցիչ, բայց խնդիր է առաջանում։ Դրանից փլուզվում է քու գյուղատնտեսությունը։ Իսկ երբ որ քու գյուղատնտեսությունը փլուզվում է, քու տնտեսության մեջ բավական առանցքային դերակատարություն ունեցող ոլորտը փլուզվում է, որտեղ ինքը մրցունակ չէ, ինքը չի դիմանում այդ պայքարին, որի պարագայում արդեն ընդհանուր առմամբ համախառը ներքին արդյունքը կպակասի, մարդիկ կախքանտանան, վճարունակ պահանջարկ չի ձևավորվի, նույնիսկ ի վիճակի չես լինի էժանը առնես։ Իսկ եթե մենք կարողանանք մրցունակ ապրանք արտադրել, որը թանկ եւ որակով արտահանենք դուրս, որտեղ մենք գիտենք ինչ էլ արտադրենք, մատչելի չի լինի, չի կարող մրցակցել թուրքական ու ադրբեջանական ապրանքի դեմ, գոնե մենք կարողանանք այդ թանկն ու որակով արտահանենք նորմալ տեխնիկա տեխնոլոգիայի պարագայում, մենք կրկնակի կշահենք։ Էժանը կօգտագործի մեր սպառողը, թանկը կվաճառենք դրսի սպառողի վրա եւ դրսից կբերենք արտարժույթը եւ մեր տնտեսություններն էլ կզարգանան, այո, մեր աշխատողները բարձր աշխատավարձ կստանան, մեր համախառն ներքին արդյունքը կմեծանա։ Իսկ եթե հանկարծ մենք չկարողացանք այդ մրցունակ ապրանքը արևմտյան ստանդարտներով արտադրել ու արտահանել, այդ պարագայում արդեն ստացվելու է այնպես, որ փլուզվելու է մեր գյուղատնտեսությունը էժան ապրանքի դիմաց, վաղը գալու են մտնեն մեր երկիր, տարբեր ձևի ձևակերպումներով, մանավանդ խաղաղության պայմանագրի անվան տակ բերելու են, որբեր տարածքները հողատեսքերը գյուղատնտեսական առնելու են եւ մեր սեփականատերերին էլ ասել են հողի վրա գնա աշխատի։ Իսկ եթե հողը իր սեփականությունը չի, հողին կարճած չի, թողնում գնում է գյուղից։ Էլ չեմ ասում, որ լավ վաղը մյուս օրը կհասնեն նրան, որ եթե արդեն Հայաստանում էլ այդ տնտեսությունները իրան ձեռքին կլինի, ներմուծումն էլ իրան ձեռքին կլինի, այդ ժամանակ ինչ կուզենան մեր սպառողին կթելադրեն։ Այս սրա ճանապարհը եթե մենք հասկանանք, կհասկանանք, որ եթե մենք արտահանման խնդիրը չենք լուծել ու մեր դարպասները բացում ենք էժան ապրանքի առաջ, մենք փլուզում ենք մեր տնտեսությունը, որտեղ տեղական արտադրության համար պրոտեկցիոնիզմի քաղաքականություն եթե չես կիրառում, գոնե պետք է օգնես, որ դրսում ինքը բարենպաստ կարողանա ապրանք արտադրել մրցունակ։ Այդ դրա համար սա կարևոր խնդիր է, երբ որ ասում ենք գյուղատնտեսական հողատեսքերի նշանակության կեսը անմշակ են, նաև հարց է առաջանում։ Պետությունը չի մշակողը, ոչ պետությունն էլ ապրանքը իրացնողը։ Այո, հասկանում ենք, որ հողերը ժամանակին մի հեկտարով տվել են, մարդիկ սեփականաշնորհել են։ Հիմա մարդը մահացել է, երեխաներին է մնացել, մի քանի մասի է բաժանվել։ Դուք պատկերացնում եք մի հեկտար հողի մի քանի սեփականատեր։ Մեկը Հայաստանում է, մեկը Հայաստանից դուրս է։ Եթե ընդենք մեկ ուզում է դա առնի, ավելի թանկ կնստի, եթե այդ մարդիկ կան այդ ձևակերպեն կամ նոտարական ձևակերպումով թղթեր ուղարկեն։ Իսկ դուք պատկերացնում եք ագրոտեխնիկական խնդիր հնարավոր է անել մի հեկտարի վրա։ Բա ինչ է ուզում մարդը։ Եթե իսկ կողքի հողերը առնի է, եթե այդ մի հողակտորը անմշակ է, դա արդեն խնդիր է իր համար։ Չի կարողանալու նորմալ աշխատել։ Իսկ եթե մենք ցանկանում ենք այդ հողերի հարցը լուծել, նորմալ կոոպերացիայի խնդիր լուծել, այո, սեփականության իրավունքը շատ կարևոր է մարդու ձեռքից չվերցնել, բայց եւ միևնույն ժամանակ, որտեղ մարդը հողին կարճած նաեւ պետք է լինի, որ գյուղում մնա, բայց եւ միևնույն ժամանակ մենք պետք է մտածենք, որ այդ կոոպերացիայի շրջանակներում մի քանի հեկտարը միացնես ագրոտեխնիկական խնդիր լուծես, որ էժանը լինի, տեխնիկա կարողանաս տնես, որակյալ այդ ամեն ինչը կարողանաս անես, հակակարկտային համակարգ ստեղծես, ցանց անես եւ այլ եւ այլ, այսինքն նորմալ ձևով դրան մարդկանց ռեկոմենդացիա տաս, մարդը ասում է շատ եմ արտադրում վրես անում, քիչ եմ արտադրում դեֆիցիտ ալում, հաջորդ անգամ, ինչու դա չի ստացվում, որովհետև պետությունը իրացնող չի, բայց պետությունը կարող է նրան օգնել, մենք այսօր նույնիսկ տարական բան չենք կարողանում անենք,
Բերենք նստացնենք համապատասխան մարդկանց, ասենք հարգելիներս, մենք ունենք այսպիսի հողատեսքեր, այսպիսի բնակլիմայական պայմաններ, այսպիսի ջուր եւ այլ եւ այլ։ Ամեն մի շերտի հետ կապված եկեք մի հատ ասենք, առավելագույն բերքատվության հետ կապված մենք ինչ ապրանք կարող ենք ստեղ ունենալ։ Ինչ մշակաբույս, ինչ ենք ուզում։ Եվ հետո մտածենք, անպայման չի դա մենակ Հայաստանում լինի։ Կարող է ուրիշ տեղ էլ կա, որը կարող ենք բերել մեզտեղ ունենալ։ Եւ բերենք այդ ամեն ինչը վարկանիշային ձևով սենց շարենք առավելագույն բերքատվություն։ Եվ մեկ էլ նայենք, այդ ապրանքը առավելագույն ինչով կծախենք։ Ապրանք կա, որ լավ բերքատվություն ունի, բայց դա ինքնարժեքը այնքան բարձր է ստացվում, այնքան էժան է վաճառում, անիմաստ է, գյուղացին մենակ աշխատելու է, ոչինչ չի ստանալու։ Կանչենք մի հատ նստացնենք մեր խոհարար երիտասարդներին, փորձառու մարդկանց, ասենք մեզ օգնեք, այս ապրանքը կիսաֆաբրիկատ կամ պահածո, ոնց կարող է պատահել ոնց կարող ենք մենք սա ներգրավել նաև մեր տնտեսության մեջ, մեր կենցաղի մեջ, եւ ոնց կարող ենք սա արտահանել որևէ երկիր, եթե ինքը դրա կարիքը ունի։ Այսինքն մենք ռեկոմենդացիա տանք, թե դու ինչ ցանես այս պայմաններում, ինչ տնկանյութ օգտագործես, ինչ անես, ինչ միրգ ունենաս, ինչ բանջարեղեն, եւ մեկ է ռեկոմենդացիա տանք, թե որտեղ դա իրացնես։ Պետության ֆունկցիան այդ կառավարող ֆունկցիայի վրա հետ կապված վերցնենք այդ խնդիրները, էլի, ոչ թե ասենք դա պետության գործը չի մասնավոր բիզնեսը, բայց այդ մարդը հարկատու է, քո քաղաքացին է։ Այդ մարդը եթե շատ փող ստացավ, նա քեզ համար վճարունակ պահանջարկ է ստեղծելու, գնողունակ պահանջարկ է ստեղծելու, բայց այդ մարդը բարիք է առնելու քեզանից պետություն։ Բայց դու առավոտից իրիկու խոսում ես հարկեր վճարելու մասին։ Այդ մարդը պատրաստ է վճարի, դու իրացման բանը չենք կարողանում այս կարգի հարցերում մենք լուծենք։ Գյուղական բնակավայրերում, եթե երիտասարդը չմնաց, գյուղը մեռնելու է։ Ինչքան որ ցավալի է դա։ Հեշտեք պատկերացնում, եթե նորմալ պայման չստեղծեն, քաղաքից գյուղ գնան։ Նորմալ պայման պիտի ստեղծես։ Նա այդ հողին կարճած է։ Լավ է, վատ է, դա իր պապենական տուն է, իր համար արժեքներ կան։ Եթե ինքը այդ արժեքից կտրվեց, էլ նա հետ չի գալու։ Իսկ ուրիշն էլ այդտեղ չի գնա, նա դրա համար արժեք չի։ Նա դրա համար բիզնես կա, կգնա, չկա, չի գնա։ Իսկ հիմա մենք մտածենք, բա երիտասարդին ոնց ենք ուզում պահել։ Մեխանիկական պահելով չի։ Պայման պետք է ստեղծես։ Այդ երիտասարդը պետք է ցանկանա այնտեղ մնա, աշխարհի հետ ինտեգրվի, իր տեխնիկայով, ամեն ինչով աշխարհի հետ աշխատի, նորմալ կրթություն ստանա, նորմալ ձևով կարողանա, երբ էլ պետք կլի Երևան էլ գա կամ որևէ քաղաք գնա, որևէ մշակութային օբյեկտ ինչ-որ մի բան տեսնելու։ Մենք այսօրվա դրությամբ այդ երիտասարդի համար այդ պայմանը ստեղծել ենք, այդ աշխատանքային պայմանը ստեղծել ենք։ Եվ նայեք, նաև ինչն է խնդիրը։ Նույնը նայենք Երևանում։ Մարդը ապա քաղաքական են այս հիմիկվա երիտասարդները, իրաց թվում է թե իրանք արդեն իրանց հետաքրքրություններ ունեն, շատ բաներ իրանք չի հետաքրքրում։ Մենք ունենք անկախության սերունդի երիտասարդներ, որոնք բնագրից կարդում են անգլերեն, նրանք նստում են շատ էժան տոմսերով գնում են եվրոպական երկրներ, գնում են ման են գալի, տեսնում են այդ ազատությունը, այդ բարեկեցությունը, այդ թանգարանները, այդ ամեն ինչը վայելում են, բայց քաղաքականության մեջ չեն մտնում եւ նրանց փոխարեն ընտրություն են կատարում մարդիկ, որոնք ակտիվ ձևով մեկը փողի համար, մեկը իր պատկերացման համար ընտրում է եւ ինքը ապրելով այդ միջավայրում քվեարկում են եւ ինքը մնում է ռուսական միջավայրում։ Ինքը ծնվել է անկախության ժամանակ։ Դրա մեջ երկկողմանի մեղք կա եւ մեծերի եւ երիտասարդների, բայց որպեսզի մեկից մեկից չմեղադրենք, բերեք խնդիրը լուծենք։ Մեծի փորձառությունը կարողանանք համադրենք երիտասարդի մտքի ճկունության հետ։ Մենք ասենք հարգելիներս, այս ինչ որ անում ենք, եթե դու հիմա չնայես մեծի փորձին, դու անընդհատ կգնաս եւ ոտդ քարին կկպնի, որտեղ դու այդ փորձը չունես։ Բայց եթե մենք էլ քեզ չլսենք, մենք միշտ հիմա քարանձավում կապրեինք, որտեղ դու պետք է առաջ տանես, թեկուզ սխալվելով։ Այո, մեր կարևորությունը լինի մենք երիտասարդին տանք մեր փորձը, որպեսզի ինքը հեծանիվ չհորինի, արդեն դա հորինած է։ Ժամանակ չծախսի անիմաստ մեր սխալների վրա ու մեր փորձերի վրա։ Բայց եւ միևնույն ժամանակ, եթե ինքը հեծանիվի չընկնի, աշխարհի տակի բոլոր գրքերը կկարդա, նա հեծանիվ քշել չի սովորի։ Այսինքն մենք խնդիրը պետք է այդպես պատկերացնենք։ Մենք մեր սխալներից մաքրված տանք երիտասարդին, բայց անպայման ինքը կատարի իր սխալը։ Եթե ինքը իր սխալը չկար, բայց թանկագին ժամանակը չծախսի մեր սխալների վրա։
ու այդ դեպքում ինքը լայնորեն ինտեգրված է։ Եթե այսօր վաղվա օրվա նկատմամբ կա տագնապ, ինչպիսին է քո պետությունը, ինչպիսին է աշխարհը, կողքդ տեսնում ես ինչա կատարվում։ Ու այդ պարագայում դու քաղաքականացված, ես պարտադիր չի կուսակցականացված ես։ Քաղաքականացված լինես, տեսնես ինչա կատարվում, ինչա սպասում այս աշխարհում։ Դուք տեսնում եք, որ այսօր այնպես է, որ այս աշխարհում, որտեղ մի բան կատարվի, դա մեզ վերաբերվում է։ Ու դրա համար երիտասարդների հետ կապված դա նպատակային խնդիր է։ Առաջինը մտածես նրա հետաքրքրությունների շրջանակը, այո, մենք նաև պետք է մի բան էլ մտածենք։ Մենք այս վերջի սերունդն ենք, որ անցնենք հաջորդների համար լրիվ ուրիշ միջավայր է։ Միշտ էլ եղել է սերունդների միջև պայքար, բախում, ավագ սերնդի երիտասարդների միշտ մտածել են երիտասարդները այս բանը այսպես չեն հասկանում, եթե որևէ մեկը քննադատում է երիտասարդին, ուրեմն ինքը արդեն ծերացել է։ Ինքը պետք է մտածի մեկը ապագան նրանք են։ Իմաստը ո՞րն է, բայց մենք մտածենք իսկ մենք ինչ ենք անում։ Այո, ժամանակին սերունդ ա եղել, տեխնիկայի այսպիսի հնարավորություն չի եղել։ 3 սերունդ նստել է նույն հեռուստացույցով նույն հաղորդումն է նայել։ Մեծ իր կյանքի փորձով ասել այ բալիկ ջան, այս բանը սենց է, այս բանը սենց է, սենց է։ Նայել մտածել է եւ լսել է, իմացել է։ Այսօր տեխնիկայի հնարավորության պայմաններով ամեն մեկի հետաքրքրությունները տարբեր են։ Մեծը գործնականում խորհուրդ չունի տալու իրան։ Դրա համար այդ կոնտակտը վերացել է։ Բայց մենք ինչ խնդիր ունենք։ Եթե մեծը իր կերպարով, իր անձնական որակներով, իր մարդկային ու պրոֆեսիոնալ որակներով օրինակ չլի երիտասարդի համար, կարող է նրա խորհուրդը ոչինչ չարժենա։ Ու շատ դեպքերում այդ խզումը երբ որ առաջանում է, ասում են դե լավ է, մենք իրար չենք հասկանում։ Դա հարցի լուծում է։ Եթե դու օբյեկտիվորեն գիտես ինչու չես հասկանում, ինչու չես հասկանում, որ դա անես, որպեսզի հասկանաք իրար։ Նրա ապագան ես կառուցելու, նրան հայրենիք ես տողում։ Ու պատահական չի, որ ընդունված արտահայտությունը հայրենիքը մենք ժառանգություն չենք ստացել մեր նախորդներից, այլ պարտք ենք վերցրել մեր հետնորդներից։ Ինչ ենք հանձնելու եւ ինչ երեսով ենք հանձնելու նրանց։ Եվ այդ անտարբերությունը չի արդարացվում։ Ուրեմն մենք բավարար չափով արժանիք չունենք, որպեսզի նրա մոտ պատկառանք ու հետաքրքրություն առաջացնենք, որպեսզի այդ մարդիկ լսեն եւ հասկանան, որ սա իրանց ճակատագրի, իրանց ապագայի համար են կռիվ տալիս։ Գիտեք, այսօր շատ օրինակ բերեցի Միացյալ Նահանգներից, բերեք այդ օրինակն էլ ընդեղից բերեմ, այո, շատ դեպքերում ասում են, բա մենք երբ կհասնենք այդ մակարդակին, ախր շատ երկար կտևի, մենք այդքան համբերություն չունենք։ 1963 թվականին Աբրահամ Լինկոլնի մեմորիալում ելույթ պետք է ունենար Մարտին Լյութեր Քինգը։ Դե Աբրահամ Լինկոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը կյանքը դրեց եւ կյանքով այդ հարցը լուծեց, որպեսզի երկրում վերացվի ստրկությունը եւ հարկադիր աշխատանքը վերացվի։ Դա թեկուզ իր օրոք չեղավ, բայց ամբողջ քայլերը ինքը արեց։ Դրա արդյունքում քաղաքացիական պատերազմ եղավ, ստրկատիրական հարավը դուրս եկավ, պատերազմում իրանք հաղթեցին, արդյունքում վերամիավորեցին Ամերիկան, որտեղ արդեն առանձնացել էին իրան ոնց թե ստրկության դեմ պայքարում ես, որ ստրկությունը վերացնել, այսինքն ամբողջ տնտեսությունը դրած էր դրա վրա։ Եվ պատերազմում հաղթելուց մի քանի օր հետո, 5 օր հետո Աբրահամ Լինկոլնին հարավի համակիրներից մի դերասան ուղղակի իրան սպանեց։ Բայց միևնույն է գործը չկանգնեց, որտեղ արդեն ամբողջ process-ը արված էր եւ իր մահվանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրության 13-րդ ուղղումը եղավ եւ վերջնականապես վերացվեց ստրկությունը Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում եւ հարկադիր աշխատանքը։ Այո, ինքը կյանքով վճարեց դրա համար, այն ինչ որ կյանքի կոչվեց եւ դա դարակազմիկ քայլ էր Միացյալ Նահանգների համար։ Եվ հիմա 1963 թվականին դե Աբրահամ Լինկոլնը 1861-65 թվականներին պաշտոնավարել 64 թվականի երկրորդ ժամկետ ընտրվեց, բայց հետո որ սպանեցին չկարողացավ աշխատի 63 թվականին հիմա Մարտին Լյութեր Քինգը, որ կյանքի նպատակն էր համարում պայքարել սևամորթների, հիմա որ ասում են աֆրոամերիկացի դե այն ժամանակ այլ ձևակերպումներ էին ասում, իրավունքների համար, որ գոնե հավասարություն ունենան, նորմալ աշխատանքի հնարավորություն, նորմալ իրավունքներ, ինքը իր համար իր կյանքի նպատակը դա էր համարել։ Այո, ճար էր պատրաստել, որ Լինկոլնի մեմորիալում ինքը ելույթ ունենա, բայց կողքից իրան ասեցին, որ մեր երազանքից խոսի։ Այսինքն այդ քո գրած ճառը մի կողմ դիր, էլի մեր երազանքից խոսի։ Ու ինքը տենց նաև համապատրաստից իր երազանքի մասին ասեց. I have a dream
My 4 little children will one day live in a nation where they will not be judged by the color of their skin, but by the content of their character. I have a dream today. Ես ունեմ երազանք, որն է երազանքը, որ ինչ որ մի ժամանակ գա, որ Միացյալ Նահանգներում լինեն աֆրոամերիկացիները եւ սպիտակները կամ այն ժամանակ որ ասում են սևերն ու սպիտակները լինեն իրավահավասար։ Դա ինքը համարում էր դա երազանք որպես այդպեսին եւ ուզում են այդ երազանքը հնչեցնել։ Բայց դա շատ դժվար ընդունվեց այդ ժամանակ։ Ոնց թե էսի չասում։ Եվ 1968 թվականին Մարտին Լյութեր Կինգին սպանեցին։ Մի ռասիստ իրան սպանեց։ Ոնց որ Աբրահամ Լինկոլնին սպանեց մի հարավ ստրկատիրական հարավի, անգամ պարտված ստրկատիրական հարավի մի համակիր, չէ՞։ Մարտին Լյութեր Կինգին սպանելուց հետո իհարկե ինքը խոստովանեց իր մեղքը, բայց հետո հասկացավ փոշմանեց, ինչի համար եմ դա ասում, նաև ինչի փոշմանեց, որովհետև շատերը դրա մեջ տեսան նաև պետական որոշակի հետք, վտանգ։ Պետությունը տեսավ վտանգ եւ ինչ որ մեկի ձեռքով Մարտին Լյութեր Կինգին հեռացրեց, սպանեց, որ հանկարծ այդ գաղափարը լայ տարածում չգտնի։ Իսկ ընդամենը 40 տարի հետո նրա մահվանից 2008 թվականին 68 թվականին են Մեմֆիսում սպանել իրան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները աֆրոամերիկացուն ընտրեց նախագահ, որը պատահական չի ընտրվել 2 ժամկետ։ Եվ տեսեք անցած ճանապարհ, որ կյանքով են վճարել իրանց երազանքի համար, եւ մեկ էլ այդպիսի իրականություն, որը նույնիսկ ինքը չէր կարող երազել դրա մասին, նա ընդամենը խոսում էր իրավահավասարության մասին։ Իսկ երբ որ այսօր մարդիկ ասում են, բա մեզ 100 տարի էլ անցնի, մենք չենք կարողանա այդ եվրոպական ստանդարտի գյուղական բնակավայրեր ունենալ։ 100 տարի էլ անցնի, մենք չենք կառուցի ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ Հայաստան, համայն հայության հզոր հայրենիք։ Ասում եմ, եթե դուք առաջի 50 տարին մենակ սխալ ընտրություն կատարեք, 200 տարում էլ չեք հասնի դրա։ Այո, առաջինը կյանքով չվճարենք մեր երազանքը իրականություն դարձնելու համար, այլ ապրելով ու ապրեցնելով, եւ հետո, եթե մենք ինքներս չենք հավատում, որ կարող ենք մի բան անել, այս աշխարհում, այս պայմաններում մենք ինքներս չհավատանք, մեր փոխարենով է անել։